Նա ունի փող, իշխանություն այրող գաղտնիք։ Նրան կին է պետք 3 ամսից, հակառակ դեպքում նա կկորցնի ամեն ինչ։ Կինը պարտքեր ունի, աչքերի տակ մուգ շրջանակներ մարմին, որը ուշադրություն է գրավում նույնիսկ այն ժամանակ, երբ նա փորձում է թաքցնել դրանք։ Երբ երկուսն էլ առաջին անգամ դեմ առ դեմ են հանդիպում, օդը, կարծես, կանգ է առնում, ցանկությունը սկսվում։ Պայմանագիրը սառը է, բայց նրանց միջ լարվածությունը այրվում է ինչպես մեղք, որը շուտով տեղի կունենա։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանը բաբախում էր մեքենաների երկնաքերերի կատաղի ռիթմով։ Արարատ բարձրահարկ շենքի վերջին հարկից Կայո Ռեզենդյանը դիտում էր քաղաքը, ինչպես շախմատի տախտակ։ 35 տարեկանում նա ղեկավարում էր երկրի ամենամեծ բիզնես կոնգլոմերատը, այն սառնասրտությամբ, ով երբեք թույլ չէր տվել, որ զգացմունքները խանգարեն իր որոշումներին։ Իր հոր, Ավգուստոս Ռեզենդյանի կողմից կառուցված կայսրության ժառանգորդը, ընտանիքի կարողությունը եռապատկել էր ղեկավարման ընդամենը 7 տարում։ Պարոն Ռեզենդյան, պարոն Մաթեոս Ֆոնտեսյանն այստեղ է։ Քարտուղարուհու ձայնն ընդհատեց նրա մտքերն ինտերկոմի միջոցով։ Թող ներս գա։ Կայոն շտկեց իր իտալական մետաքսյա փողկապը, ձեռքը անցկացրեց իր անթերի կտրված մուգ մազերով։ Փաստաբանը ներս մտավ, ձեռքին շագանակագույն կաշվե պայուսակ։ Նրա մտահոգ դեմքը հուշում էր, որ լավ նորություն չէր բերում։ Եվ ի՞նչ։ Կարողացաք որևէ բացահայտում գտնել, հարցրեց Կայոն, առանց շրջանցելու։ Ցավոք, ոչ, Կայո։ Վերջին օրերին մանրակրկիտ վերանայել եմ կտակը։ Կետը հստակ է, անբեկանելի։ Կայոն խորը շունչ քաշեց, զսպելով աճող զայրույթը։ Հոր կտակում անսպասելի կետը հայտնվել էր որպես ռումբ պաշտոնական ընթերցման ժամանակ, 3 ամիս առաջ։ Ըստ փաստաթղթի, Կայոն պետք է ամուսնացած լիներ մինչ 36 տարեկանը լրանալը, հակառակ դեպքում Ռեզենդյան խումբ-ի բաժնետիրական վերահսկողությունը կկորցներ վարչական խորհրդին։ Ձեր հայրը ավանդական մարդ էր, գիտեք։ Նա հավատում էր, որ տղամարդը լիարժեք է միայն այն ժամանակ, երբ ընտանիք է կազմում։ Մաթեոսը փորձեց բացատրել, կարծես դա իրավիճակն ավելի քիչ անհեթեթ դարձներ։ Իմ հայրը մանիպուլյատոր էր, այո։ Կայոն հեգնական կես ժպիտ տվեց։ Նույնիսկ հեռանալուց հետո նա շարունակում է փորձել վերահսկել իմ կյանքը։ Փաստաբանը բացեց պայուսակը, մի քանի փաստաթուղթ հանեց։ Դուք ճիշտ 3 ամիս ունեք մինչ ձեր ծննդյան օրը։ Եթե մինչ այդ ամուսնացած չլինեք, վերահսկողությունը կանցնի խորհրդին։ Եվ դուք ճանաչում եք Վիգեն Մոնտերոսյանին, նա տարիներ շարունակ սպասում է այս հնարավորությանը։ Վիգենը իր հոր հին գործընկերն էր, վարչական խորհրդի ներկայիս նախագահը։ Ամբիցիոզ մարդ, ով երբեք չէր թաքցրել իր դժգոհությունը Կայոյի կառավարման ոճից։ 3 ամիս կին գտնելու համար։ Կայոն քայլեց դեպի պատուհան, նորից դիտելով քաղաքը։ Ինչպիսի՞։ Կին կհամաձայներ պայմանավորված ամուսնությանը մեր օրերում։ Մեկը, ով շատ փողի կարիք ունի, հնարավոր է, առաջարկեց Մաթեոսը։ Կայոն դանդաղ շրջվեց, նայելով փաստաբանին։ Մի գաղափար սկսեց ձևավորվել նրա մտքում։ Պայմանագիր։ Պայմանագրային ամուսնություն, որոշակի ժամկետով, հստակ կետերով։ Հենց այդպես։ Դա առաջինը չի լինի, ոչ էլ վերջինը, հարմարավետության ամուսնությունը։ Մեզ պետք է զուսպ մեկը, առանց սկանդալների, մեկը, ով հասկանում է, թե ինչ է խաղի մեջ։ Եվ մեկը, ով կորցնելու ոչինչ չունի։ Կայոն ավարտեց։ Սկսեք թեկնածուներ փնտրել։ Ցանկանում եմ յուրաքանչյուրի ամբողջական պրոֆիլը, նախքան որե մոտեցում։ Քաղաքի մյուս կողմում, նոր թաղամասում, Կլարա Սոարեսյանը արցունքներն աչքերին անջատում էր հեռախոսը։ Նորից էր հիվանդանոցից զանգել, պահանջելով իր մոր, տիկին Իրասեմա Սոարեսյանի բուժման ուշացած մասերի վճարումը։ 5 տարի առաջ, երբ մորը ախտորոշվել էր հազվագյուտ դեգեներատիվ հիվանդություն, Կլարան թողել էր իր գրականության ուսումը ԵՓՀ-ում, աշխատելու բուժումը ապահովելու համար։ 24 տարեկանում նա իր ժամանակը բաժանում էր 3 աշխատանքի միջ, առավոտյան քարտուղար անշարժ գույքի փոքր գործակալությունում, կեսօրին հայոց լեզվի մասնավոր ուսուցչուհի, երեկոյան տեքստերի ֆրիլանս խմբագիր։ Ամեն ինչ, ներմուծված դեղորայքը, այն խնամքը ապահովելու համար, որոնք կենդանի էին պահում մորը։
Ո՞վ էր հեռախոսով աղջիկս, հարցրեց տիկին Իրասեմա Սոարեսյանը երկու սենյականոց բնակարանի փոքրիկ սենյակից։ Սխալ համար էր, մամ։ Կլարան ստիպողաբար ժպտաց, թե իսկ ուտեղով մտնելով սենյակ։ Ինչպե՞ս եք զգում այսօր։ Ամեն օր ավելի լավ, շնորհիվ քեզ։ 58-ամյա տիկինը, ով հիվանդության պատճառով շատ ավելի մեծ էր թվում, դժվարությամբ ժպտաց։ Բայց ես մտահոգված եմ քեզ համար, Կլարա։ Երբեք չես հանգստանում, ընկերներիդ հետ դուրս չես գալիս, չես հանդիպում։ Դուք գիտեք, որ հիմա ժամանակ չունեմ դրա համար։ Կլարան շտկեց բարձերը մոր հետում։ Բացի այդ, ով կցանկանար հանդիպել մեկի հետ, ով անընդհատ մի աշխատանքից մյուսն է վազում։ Աղջիկս, դու գեղեցիկ ես խելացի։ Ցանկացած տղամարդ հաջողակ կլիներ քեզ ունենալով։ Կլարան ժպտաց, համբուրելով մոր ճակատը։ Ժամանակ չուներ սիրավեպերի մասին մտածելու։ Նրա միակ մտահոգությունը ավելի շատ գումար հայթայթելն էր հիվանդանոցի հաջորդ վճարման համար, քանի որ առողջապահական ապահովագրությունը չէր ծածկում բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները։ Նույն օրը Կլարան զանգ ստացավ անշարժ գույքի գործակալությունից, որտեղ աշխատում էր։ Կլարա, պետք է այսօր լրացուցիչ աշխատանք կատարես։ Իր ղեկավարի, Դեբորայի ձայնը հնչեց շտաբ, հեռախոսի մյուս ծայրից։ Կարոր հաճախորդին փոխարինող քարտուղարուհի է պետք Մաշտոցի պողոտայում հանդիպման համար։ Իհարկե, լրացուցիչ ժամեր կվճարենք։ Ժամը քանիսին կլիներ, Դեբորա։ 7-ից 9։ Գիտեմ, որ դու ուրիշ աշխատանք ունես, բայց հաճախորդը վճարել է մեր սովորական սակագնի եռապատիկը։ Քեզ համար հիանալի կլիներ։ Կլարան մի պահ երկմտեց, մտածելով այն էջերի մասին, որոնք պետք է խմբագրեր այդ գիշեր։ Բայց լրացուցիչ գումարը տարբերություն կմտցներ ամսվա վերջում։ Լավ, կգնամ։ Ո՞րն է հասցեն։ Ժամը 18:45-ին Կլարան Արարատ շենքի վերելակում էր, Մաշտոցի պողոտայի ամենաշխեղ շենքերից մեկում։ Նա կրում էր իր միակ բլեյզերի տաբատի համազգեստը, որը գնել էր նախորդ տարի զեղչերով։ Միջին կրունկներով կոշիկները մի փոքր մաշված, խնամքով փայլեցված էին։ Հասավ նշված հարկ ներկայացավ ընդունարանի աշխատակցուհուն։ Բարի երեկո։ Ես Կլարա Սոարեսյանն եմ, Հորիզոն անշարժ գույքի գործակալությունից։ Այո, սպասում էինք։ Խնդրում եմ, անմիջապես գնացեք հանդիպումների սենյակ։ Դա երրորդ դուռն է աջից։ Կլարան քայլեց մարմարյա միջանցքով, իրեն անտեղի զգալով շքեղության մեջ։ Հանդիպումների սենյակի դուռը բացելով նա գտավ միայն մի տղամարդու, մեջքով կանգնած, ով դիտում էր քաղաքը պանորամային պատուհանից։ Բարձրահասակ, լայն ուսերով, անթերի կարված կոստյումով։ Ներեցեք, նա մեղմ ասաց։ Ես Կլարա Սոարեսյանն եմ, Հորիզոն անշարժ գույքի գործակալությունից։ Երբ տղամարդը շրջվեց, Կլարան անմիջապես զգաց նրա աչքերի ազդեցությունը, մուգ, թափանցող, որոնք վերլուծում էին իրեն, կարծես ապրանք գնահատելիս։ Նա անմիջապես ճանաչեց նրան թերթերից ամսագրերից, Կայո Ռեզենդյանը, անողոք միլիարդատերը, ով ղեկավարում էր Հայաստանի ամենամեծ բիզնես կայսրություններից մեկը։ Օրիորդ Սոարեսյան։ Նրա ձայնը խորն էր վերահսկվող։ Շնորհակալություն, որ ժամանակին եկաք։ Դա իմ աշխատանքն է, պարոն Ռեզենդյան, պատասխանեց Կլարան պրոֆեսիոնալ կերպով, թե նրա սիրտը արագ էր բաբախում նրա ներկայության պատճառով առաջացած վախից։ Նստեք, խնդրում եմ։ Կայոն ցույց տվեց մի աթոռ, զբաղեցրեց իր տեղը սեղանի գլխին։ Իրականում, այսօր հանդիպում չի լինի։ Կլարան շփոթված հոնքերը կիտեց։ Ներեցեք։ Ձեր անունն ընտրվել է իմ թիմի կողմից լայնածավալ հետազոտությունից հետո։ Կայոն բացեց սեղանին դրված թղթապանակը, բացահայտելով այն, ինչ թվում էր իր մասին ամբողջական դոսիե։ Կլարա Սոարեսյան, 24 տարեկան, գրականության անավարտ կրթություն ԵՊ-ում, թողել է հիվանդ մորը Իրասեմա Սոարեսյանին, 58 տարեկան, 5 տարի առաջ ախտորոշվել է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով, ԱԿՍ։ 3 աշխատանք, առանց հայտնի սիրային հարաբերությունների, առանց սկանդալների, օրինակելի վարք։ Կլարան զգաց, որ արյունը սառեց։ Ինչպես էր այդ մարդն այդքան բան գիտեր իր կյանքի մասին։ Եվ ինչու՞։ Պարոն Ռեզենդյան, ես չեմ հասկանում։ Ես ձեզ համար բիզնես առաջարկ ունեմ, Օրիորդ Սոարեսյան։ Կայոն ընդհատեց նրան, մի փոքր առաջ թեքվելով։ Առաջարկ, որը կարող է լուծել ձեր բոլոր ֆինանսական խնդիրները, ապահովել ձեր մոր համար հնարավոր լավագույն բուժումը։
Կլարան ուժեղ սեղմեց իր պայուսակի ժապավենը, հանկարծ գիտակցելով այն վտանգը, որ կարող է ներկայացնել մենակ մնալը այդքան հզոր մարդու հետ։ Ինչպիսի՞ առաջարկ։ Ամուսնություն։ Կայոն ասաց նույն բնականությամբ, որով կավարտեր ցանկացած գործարք։ Ժամանակավոր ամուսնություն, պայմանագրով, 1 տարի տողությամբ։ Կլարան գրեթե ծիծաղեց, համոզված լինելով, որ դա ինչ-որ բարդ կատակ է։ Բայց իր արջի տղամարդու լուրջ դեմքը հաստատում էր, որ առաջարկի մեջ ոչ մի հումոր չկար։ Դուք խելքը գցել եք։ Ես պրագմատիկ եմ։ Կայոն չշփոթվեց նրա արձագանքից։ Ես պետք է ամուսնանամ 3 ամսում, իմ ընկերությունների վերահսկողությունը չկորցնելու համար։ Դուք փողի կարիք ունեք ձեր մորը փրկելու համար։ Ես առաջարկում եմ փոխշահավետ համաձայնություն։ Կլարան վրդովված ոտքի կանգնեց։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ բոլորին։ Նույնիսկ կին։ Ես առաջարկում եմ 3 միլիոն դրամ ամբողջական բժշկական բուժում ձեր մոր համար երկրի լավագույն հիվանդանոցներում։ Կայոն մնաց նստած, անտարբեր։ Փոխարենը, դուք 1 տարի պաշտոնապես կլինեք իմ կինը։ Միայն փաստաթղթերում հասարակության առաջ։ Առանց ինտիմ հարաբերությունների։ Առանց իրական ներգրավվածության։ Նշված գումարը Կլարային շշմեցրեց։ 3 միլիոն դրամ։ Ավելի շատ գումար, քան երբեք կտեսներ իր ամբողջ կյանքում, աշխատելով 3 աշխատանքում։ Բավականաչափ գումար ապահովելու համար ոչ միայն մոր բուժումը, այլ արժանապատիվ կյանք երկուսի համար էլ այն բանից հետո, երբ ամեն ինչ կավարտվի։ Ինչու ես։ Նա վերջապես կարողացավ հարցնել։ Ձեր բոլոր փողերով դուք կարող էիք գտնել տասնյակ կանանց, ովքեր պատրաստ կլինեին։ Որովհետև դուք կորցնելու ոչինչ չունեք շահելու ամեն ինչ։ Կայոն ոտքի կանգնեց, մոտենալով նրան։ Եվ որովհետև, ի տարբերություն մյուս թեկնածուների, դուք ունեք մի բան, որը ես էական եմ համարում, արժանապատվություն։ Ձեր անցյալը մաքուր է։ Ձեր վարքը անթերի է։ Դուք կլինեիք կատարյալ կին հասարակության վարչական խորհրդի աչքերում։ Կլարան զգաց նրա թանկարժեք օծանելիքի բույրը, երբ նա մոտեցավ։ Մի դող անցավ նրա ողնաշարով։ Ես նա երկմտեց, մտածելով մոր բժշկական հաշիվների, անորոշ ապագայի մասին։ Պետք է մտածեմ։ Մինչ վաղը ժամանակ ունեք։ Կայոն մեկնեց իր անձնական համարով քարտը։ Եթե համաձայնեք, անմիջապես կսկսենք նախապատրաստությունները։ Ամուսնությունը պետք է տեղի ունենա առավելագույնը 1 ամսում։ Կլարան դողդոջուն մատներով վերցրեց քարտը։ Վերջին բանը, Կայոն ավելացրեց, երբ նա արդեն դռան մոտ էր։ Մեր համաձայնության բնույթի մասին բացարձակ գաղտնիություն։ Ամեն դեպքում, դա օրինական սիրավեպ կլինի։ Այդ գիշեր Կլարան չկարողացավ քնել։ Փոքրիկ հյուրասենյակի բազմոց մահճակալին պառկած, նա մտքում պտտում էր անհեթեթ առաջարկը։ Իրեն վաճառելը գեղձ ամուսնության մեջ սխալ էր թվում բոլոր մակարդակներում։ Բայց երբ նայում էր այն սենյակին, որտեղ մայրը քնած էր, միացված թթվածնային սարքին, որը հազիվ էին կարողանում վճարել, հավասարումը փոխվում էր։ Առավոտյան, խորը կապտուկներով ծանր սրտով, Կլարան կայացրեց իր որոշումը։ Նա հին հեռախոսում մուտքագրեց քարտի համարը, խորը շունչ քաշեց սեղմեց զանգի կոճակը։ Պարոն Ռեզենդյան։ Ես Կլարա Սուարեսյանն եմ։ Ես ընդունում եմ ձեր առաջարկը, բայց լրացուցիչ պայմանով։ Նա հավաքեց իր ամբողջ քաջությունը։ Մեր միջ ոչ մի ինտիմություն չի լինի։ Նույնիսկ համբույր տեսախցիկների համար։ Մեր հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ կլինեն։ Հեռախոսի մյուս ծայրից Կայոն ժպտաց։ Մեկ այլ հաջողությամբ փակված գործարք։ Գործարքը կայացավ, օրիորդ Սուարեսյան։ Թե ասեմ, ապագա տիկին Ռեզենդյան։ 2 շաբաթ անց Կլարան հազիվ էր ճանաչում իր սեփական կյանքը։ Նրան տեղափոխել էին Արմենիա Մարիոթ հյուրանոցի վերնահարկի սենյակ, մինչ Կայոյի մամուլի ծառայությունը խնամքով կառուցում էր հզոր գործարարի երիտասարդ քարտուղարուհու միջ կայծակնային սիրավեպի պատմությունը։ Տիկին Իրասեմա Սուարեսյանն արդեն տեղավորվել էր Էրեբունի բժշկական կենտրոնում, ստանալով երկրում առկա լավագույն բուժումը։ Դուք շքեղ տեսք ունեք։ Պատրիսիա Մենդեսյանը, Կայոյի կողմից վարձված իմիջի խորհրդատուն, շտկում էր Կլարայի հարսանեկան զգեստը, Ֆերնանդա Յամամոտոյի բացառիկ ստեղծագործությունը, որը գնահատվում էր ավելի քան 100,000 դրամ։ Երազի պես է։
Կլարան հազիվ էր ճանաչում իրեն հայելու մեջ։ Շագանակագույն մազերը, որոնք նախկինում միշտ պարզ կապված էին, հիմա փափուկ ալիքներով էին ընկած, շրջանակված նուրբ ադամանդյա թաքով։ Զգեստը, իր դասական էլեգանտ կտրվածքով, նրա նրբագեղ կազմվածքը վերածում էր հեքիաթից դուրս եկած ինչ-որ բանի։ Ցանկացած կնոջ երազանքը։ Պատրիսիան ժպտաց, շտկելով շղարշը։ Ամուսնանալ երկրի ամենահարուստ ամենացանկալի տղամարդկանցից մեկի հետ։ Կլարան ստիպողաբար ժպտաց։ Ոչ ոք, բացի իրենից, Կայոյից փաստաբան Մաթեոսից, չգիտեր համաձայնության իրական բնույթը։ Մյուս բոլորի համար, ներառյալ իր մորը, դա հուզիչ սիրավեպ էր, որը սկսվել էր, երբ Կայոն հանդիպել էր նրան անշարժ գույքի բանակցությունների ժամանակ։ Հիշեք, շարունակեց Պատրիսիան, այսօր կլինեն տասնյակ լուսանկարիչներ, լրագրողներ։ Դուք պահի զույգն եք։ Ամբողջ երկիրը խոսում է այս սիրո պատմության մասին։ Սիրո պատմություն։ Կլարան գրեթե ծիծաղեց հեգնանքից։ 3 պաշտոնական հանդիպումներում, որոնք նա ունեցել էր Կայոյի հետ մանրամասները համաձայնեցնելու համար, նա միշտ եղել էր սառը օբյեկտիվ։ Պայմանագիրը, որը նրանք ստորագրել էին Մաթեոսի գրասենյակում, մանրամասն էր՝ 1 տարի ամուսնություն, 3 միլիոն դրամ, 1 միլիոնը կանխավճարով, մնացածը պայմանագրի ավարտին, ամբողջական բուժում տիկին Իրասեմա Սոարեսյանի համար, մշտական գաղտնիության կետ։ Ոչ մի ֆիզիկական ինտիմություն, ոչ մի իրավունք Կայոյի ունեցվածքի վրա, բացի համաձայնեցված գումարից, պարտավորություն, ուղեկցել նրան հասարակական միջոցառումներին, երբ պահանջվի։ Ամուսնությունը տեղի էր ունենալու Երանի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, 500 հյուրերի համար ընդունելությամբ Դվինը հյուրանոցային համալիրում։ Հասարակական ցուցադրում այն սիրո, որը ենթադրաբար միավորում էր նրանց, Կայոյի համար ավելի կարևորը, անվիճելի ապացույց վարչական խորհրդի համար, որ կտակի կետը կատարվել էր։ Մինչդեռ, Կայոյի դուպլեքս բնակարանում, կենտրոն թաղամասում, գործարարը շտկում էր իր պատվերով կարված իտալական սմոքինգը։ Դե, ինչպես է իրեն զգում ամուսնանալու պատրաստվող տղամարդը, հարցրեց Մաթեոսը, վիսկի չափաբաժին խմելով, երբ նայում էր իր ընկերոջը։ Ինչպես մեկ այլ գործարք ավարտելիս, 4 պատասխանեց Կայոն։ Նա գեղեցիկ է, համենայն դեպս, մեկնաբանեց Մաթեոսը։ Տեսա մամուլի համար արված մեր լուսանկարները։ Բաց մազերով լավ հագնված, Կլարան կինը, որը հայացքներ կգրավեր ցանկացած վայրում։ Կայոն սառը հայացք նետեց փաստաբանին։ Դա անտեղի է։ Ինձ պետք է կեղծ կին, ոչ թե սիրուհի։ 1 տարին շատ ժամանակ է, Կայո։ Իսկապես կարծում եք, որ կկարողանաք պահպանել այս խաբեությունը առանց բարդությունների։ 3 միլիոն դրամի համար նա կպահպանի իր մասը համաձայնագրում։ Եվ ես միշտ կատարում եմ իմ խոսքը։ Կայոն ստուգեց իր պլատինե ժամացույցը։ Ժամանակն է։ Ուղղաթիռը մեզ սպասում է տանիքում։ Ամուսնությունը ճիշտ այնպես անցավ, ինչպես պլանավորված էր, շքեղ, էլեգանտ լայնորեն լուսաբանված մամուլի կողմից։ Կլարան Կայոն ժպտացին տեսախցիկներին, փոխանակեցին մատանիներ, նույնիսկ կիսեցին մի համբույր, արարողությունը վավերացնելու համար անհրաժեշտ նվազագույնը, թե Կլարան սկզբում բողոքել էր։ Ընդունելության ժամանակ նրանք պարեցին առաջին վալսը որպես ամուսիններ, հյուրերի ուշադիր հայացքների ներքո, որոնց մեծ մասը կազմված էր գործընկերներից, ղեկավարներից, Երանի բարձր հասարակության ազդեցիկ դեմքերից, որոնց Կայոն պետք է տպավորեր։ Դուք շատ լավ եք հանդես գալիս։ Նա շշնջաց, երբ նրան տանում էր պարահրապարակով, մի ձեռքը ամուր դրված նրա իրանին։ Ես պարզապես կատարում եմ իմ մասը պայմանագրում, ցածր ձայնով պատասխանեց Կլարան, պահպանելով արհեստական ժպիտը շուրթերին։ Ինչպես դուք։ Մի պահ Կայոյի աչքերում հիացմունքի նման մի բան անցավ։ Կանանց մեծ մասը, որոնց նա ճանաչում էր, կփորձեին գայթակղել նրան, օգտվելով մտերմությունից առիթից։ Կլարան, ընդհակառակը, պահպանում էր էմոցիոնալ հեռավորություն, որը նա չէր սպասում։ Խնջույքի ավարտին, երբ վերջին հյուրը հեռացավ, եկավ այն պահը, որից Կլարան ամենաշատն էր վախենում՝ նոր տուն գնալը։ Կայոն առանձնատուն էր գնել Վահագնի թաղամասում, Երանի արվարձաններում, հատուկ զույգի համար։ 3000 քառակուսի մետր տարածքով գույք, լողավազանով, շքեղ այգիներով անձնակազմով, որը ներառում էր վարորդ, տնային տնտեսուհի, խոհարար այգեգործներ։ Ձեր իրերն արդեն տեղափոխվել են տուն, տեղեկացրեց Կայոն, երբ նրանք մտան լիմուզինը, որը նրանց կտաներ նոր տուն։ Ձեր սենյակը արևելյան թում է, իմը՝ արևմտյանում։ Բավարար գաղտնիություն կունենանք։ Կլարան գլխով արեց, թեթացած, հաստատելով, որ նրանք առանձին սենյակներ կունենան։
Իսկ իմ մայրը կմնա Էրեբունի բժշկական կենտրոնում, մինչ բժիշկները թույլ տան նրա դուրսգրումը։ Այնուհետ, եթե ցանկանա, նա կարող է մեզ հետ ապրել։ Կա մի սենյակ, որը հատուկ հարմարեցված է նրա կարիքներին։ Կլարան երախտագիտության ցավ զգաց, արագորեն խեղդված այն հիշեցումով, որ այդ ամենը պարզապես արտրային համաձայնություն էր։ Առանձնատունն ավելի տպավորիչ էր, քան Կլարան պատկերացրել էր։ Դրան մոտ նրանց դիմավորեց մի սպասավոր, տնային տնտեսուհու, Հելենա անունով միջին տարիքի տիկնոջ հետ միասին։ Բարի գալուստ, պարոն տիկին Ռեզենդյան։ Սպասավորը փոքրիկ խոնարհում արեց։ Տիկին Ռեզենդյան։ Նոր ազգանունը դեռ տարօրինակ էր թվում Կլարայի ականջներին։ Հելենան կցույց տա ձեր հարմարությունները, տեղեկացրեց Կայոն, արդեն թուլացնելով իր փողկապը։ Վաղը կխոսենք առաջիկա շաբաթների հասարակական օրակարգի մասին։ Առանց այլ խոսքերի, նա գնաց դեպի տան իր Կլարային թողնելով տնային տնտեսուհու հետ։ Այս կողմ, տիկին։ Հելենան մեղմ ժպտաց, նրան տանելով միջանցքով, որը զարդարված էր արվեստի գործերով, որոնք հավանաբար ավելի թանկ էին, քան այն ամենը, ինչ Կլարան երբևէ ունեցել էր իր կյանքում։ Սենյակն իրականում ամբողջական սուիտ էր, զգեստապահարանով, մարմարյա լոգասենյակով, փոքրիկ մասնավոր հյուրասենյակով։ Կապույտ սպիտակ երանգներով ձավորումը էլեգանտ էր, առանց շռայլ լինելու։ Պարոն Ռեզենդյանը նշել է, որ դուք սիրում եք գրականություն, մեկնաբանեց Հելենան, բացելով մի դուռ, որը բացահայտում էր սենյակին կից փոքրիկ գրադարան։ Նա հրամայել է տեղադրել այս անձնական գրադարանը ձեզ համար։ Կլարան զգաց, որ արցունքներ են գալիս իր աչքերին, տեսնելով դարակաշարերը լի դասական ժամանակակից ստեղծագործություններով։ Ինչպես էր Կայոն իմացել գրքերի հանդեպ իր գիրքի մասին։ Արդյոք դա պարզապես իր մասին կատարված հետազոտության մասն էր, թե՞ կար իրական հետաքրքրություն նրան հաճոյացնելու համար։ Շնորհակալություն, Հելենա։ Ամեն ինչ կատարյալ է, Կլարան կարողացավ ասել, հուզված չնայած իրեն։ Նախաճաշը մատուցվում է 7:39, բայց դուք կարող եք պատվիրել ցանկացած ժամի։ Պարոն Ռեզենդյանը սովորաբար վաղ է գնում գրասենյակ, տեղեկացրեց Հելենան, նախքան հեռանալը։ Մենակ մնալով, Կլարան վերջապես թույլ տվեց արցունքներին հոսել։ Նա լացում էր իր իրավիճակի տարօրինակության համար, այն թեթացման համար, որ մայրը ստանում էր լավագույն բուժումը, այն դատարկության զգացումի համար, որն ուղեկցում էր այդ ամբողջ հարստությանը։ Ինչ էր անում իր կյանքի հետ։ Իրեն վաճառելը փողի դիմաց, նույնիսկ առանց ֆիզիկական ներգրավվածության, մի բան էր, որը նա երբեք չէր պատկերացրել իր համար։ Հաջորդ շաբաթներին Կայոն Կլարան հազվադեպ էին հանդիպում։ Նա հեռանում էր արածակից առաջ, վերադառնում ուշ գիշերով, հաճախ, երբ նա արդեն քնած էր։ Մի քանի ընթրիքները, որոնք նրանք կիսում էին, լուռ էին պաշտոնական, զրույցները սահմանափակվում էին հասարակական միջոցառումներով, որոնց պետք է մասնակցեին, կամ տիկին Իրասեմա Սոարեսյանի առողջական վիճակի մասին նորություններով։ Արտաքին աշխարհի համար նրանք կատարյալ զույգ էին։ Հազվագյուտ հասարակական հայտնվելու ժամանակ նրանք ժպտում էին, փոխանակում հայացքներ, որոնք ընդօրինակում էին մտերմություն, նույնիսկ զսպված սիրո ժեստեր, մի ձեռքը մյուսի վրա, մի ձեռքը իրանին։ Կլարան զարմացավ իր սեփական դերասանական կարողությունից։ Ամուսնությունից մեկ ամիս անց Կլարան այցելում էր մորը հիվանդանոցում, երբ նրան մոտեցավ մի էլեգանտ կին, 30 ականների կեսերին։ Դուք եք նոր տիկին Ռեզենդյանը։ Կինը գլխից մինչ ոտքերը գնահատեց նրան, ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Վանեսա Պրադոսյան։ Հաճելի է ձեզ ճանաչել վերջապես։ Կլարան անմիջապես ճանաչեց անունը։ Վանեսան հասարակական գործիչ էր, ով հաճախ էր լուսանկարվում ազդեցիկ գործարարների կողքին։ Բամբասանքի ամսագրերի համաձայն, նա Կայոյի սիրուհին էր եղել գրեթե 1 տարի, մինչ կայծակնային ամուսնությունից մի քանի ամիս առաջ։ Ինձ համար է հաճելի, քաղաքավարի պատասխանեց Կլարան, թե զգում էր քողարկված սպառնալիքի տոնը։ Տպավորիչ է, թե ինչպես Կայոն այդքան արագ սիրահարվեց ձեզ։ Վանեսան գլուխը թեքեց, նրա թանկարժեք օծանելիքի բույրը գերիշխում էր սենյակում։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք գրեթե նշանված էինք 3 ամսից պակաս ժամանակ առաջ։ Կլարան պահպանեց իր հանգստությունը։ Ամեն ինչ միշտ չէ, որ այնպես է, ինչպես թվում է մամուլում, այնպես չէ։ Օ, բայց ես շատ լավ եմ ճանաչում Կայոյին։ Մտերիմ կերպով։ Վանեսան դիպավ Կլարայի ձեռքին, մոտենալով։ Ներառյալ նրա հատուկ ճաշակները։ Գիտեք, թե ինչի մասին եմ խոսում, այնպես չէ։
Կլարան զգաց, որ դեմքը կարմրում է, բայց արձագանք չցուցաբերեց։ Եթե թույլ կտաք, մայրս ինձ է սպասում։ Իհարկե։ Վանեսան ժպտաց, հաղթանակած նկատելով Կլարայի անհարմարությունը։ Պարզապես մի խորհուրդ կնոջից կնոջը, օգտվեք, քանի դեռ տում է։ Կայոն հեշտությամբ է ձանձրանում։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Կլարան չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը։ Այսօր հիվանդանոցում հանդիպեցի Վանեսա Պրադոսյանին։ Կայոն աչքերը բարձրացրեց ափսեից, նրա արտահայտությունը նրբորեն կոշտացավ։ Եվ ինչ էր նա ուզում։ Ըստ երույթին տարածք նշել, պատասխանեց Կլարան մի կում գինի խմելով։ Մի քանի ամիս առաջ նշեց, որ դուք գրեթե նշանված էիք։ Վանեսան ապրում է ֆանտազիայի աշխարհում։ Կայոն վիրաբուժական ճշգրտությամբ կտրեց մսի մի կտոր։ Մենք պատահական հարաբերություններ ունեինք, որոնք վաղուց ավարտվել են։ Նա կարծես թե չի հաղթահարել։ Մեր խնդիրը չէ։ Կայոն դրեց դանակ պատառաքաղները։ Հիշեք, թե ով եք դուք հիմա։ Տիկին Ռեզենդյանը չի անհանգստանում ամուսնու նախկին ընկերուհիների մասին։ Կեղծ տիկին Ռեզենդյանը։ Կլարան շտկեց, զգալով անսպասելի զայրույթ։ Պետք չէ ձացնել, երբ մենք մենակ ենք։ Ինչ-որ բան փոխվեց Կայոյի հայացքում, կարճատ խոցելիություն, որն արագորեն քողարկվեց։ Դուք ճիշտ եք։ Ներեցեք պահի շփոթության համար։ Լռությունը նորից տիրեց նրանց միջ, ավելի ծանր, քան երբը։ Երկու շաբաթ անց Կլարան զարմացավ, ընթրիքից առաջ Կայոյին տանը գտնելով, ով նստած էր երաժշտական սենյակի ռոյալի մոտ, մի սենյակ, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր առանձնատանը։ Նա կանգնեց դռան մոտ, լսելով այն ուժգին մեղեդին, որը նա նվագում էր զարմանալի հմտությամբ։ Նրա մատները սահում էին ստեղներով նույն ճշգրտությամբ, որով նա ղեկավարում էր իր բիզնեսը, բայց կար մի այլ բան՝ հույս։ Երաժշտությունը լի էր զգացմունքներով, մի բան, որը Կլարան երբեք չէր կապի սառը ղեկավարի հետ։ Երբ վերջին նոտան մարեց, նա չկարողացավ զսպել բարձր շունչը։ Կայոն շրջվեց, ակնհայտորեն անհարմար զգալով մտերիմ պահին բռնվելու համար։ Չգիտեի, որ այնտեղ ես։ Չգիտեի, որ դու նվագում ես, պատասխանեց Կլարան, դեռ տպավորված։ Եվ շատ լավ ես նվագում։ Անօգուտ հմտություն, որը հայրս պնդում էր, որ ես սովորեմ։ Նա կտրուկ փակեց դաշնամուրի կափարիչը։ Սենտիմենտալ հիմարություն։ Ինձ հիմարություն չթվաց։ Կլարան մոտեցավ։ Ինչ ստեղծագործություն էր դա։ Ոչինչ կարոր։ Կայոն ոտքի կանգնեց։ Իմ սեփական ստեղծագործություն, որը կատարում եմ, երբ պետք է մտքերս հավաքեմ։ Կլարան հանկարծակի հետաքրքրվեց իր կեղծ ամուսնու այս անհայտ կողմով։ Դուք ստեղծագործում եք։ Երբեմն։ Կայոն կարծես թե անհամբեր էր թեման ավարտելու։ Վաղը առավոտյան կարոր հանդիպում ունեմ։ Մի սպասիր ինձ ընթրիքի։ Երբ նա անցավ նրա կողքով դեպի դուռը, Կլարան նկատեց ինչ-որ այլ բան նրա դեմքին, մի խոցելիություն, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Կարճատ պահով Կայոն անողոք ղեկավարը չէր, այն մարդը, ով գնել էր նրան պայմանագրով։ Նա պարզապես մարդ էր, թաքնված զգացմունքներով ինքնատիրապետման շերտերի տակ։ Այդ գիշեր, իր անկողնում պառկած, Կլարան հասկացավ, որ իրենց կնքած համաձայնությունը սկսում է բարդանալ։ Ոչ թե այն պատճառով, ինչ կար պայմանագրում, այլ այն, ինչ չկար հնարավորությունը, որ սոցիալական դիմակների հետում կարող են լինել իրական մարդիկ, ովքեր պայքարում են կապվելու համար։ Հաջորդ առավոտ հիվանդանոցից զանգը ամեն ինչ փոխեց։ Տիկին Իրասեմա Սոարեսյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել էր, պահանջելով շտապ միջամտություն։ Կլարան վազեց Էրեբունի բժշկական կենտրոն, սիրտը սեղմված վախից, կորցնելու միակ մարդուն, ում իսկապես սիրում էր։ Ժամեր անցան սպասասրահում։ Նուրբ վիրահատությունը ձգվում էր ակնկալվածից ավելի երկար։ Երբ Կլարան արդեն նյարդային քայքայման շեմին էր, մի ամուր ձեռք զգաց իր ուսին։ Նա շրջվեց գտավ Կայոյին, դեռ աշխատանքային կոստյումով, լուրջ դեմքով, բայց աչքերը տարօրինակ կերպով բարի էին։ Ինչպե՞ս է նա։ Դեռ վիրահատության մեջ է, պատասխանեց Կլարան, ձայնը խեղդված։ Չգիտեմ, թե ինչ անեմ, եթե նա լավ կլինի։ Կայոն ընդհատեց նրան, նստելով նրա կողքին։ Երկրի լավագույն բժիշկները խնամում են նրան։ Կլարան այլս չկարողացավ զսպել արցունքները։
Ի զարմանս իրեն, Կայոն անհարմար կերպով գրկեց նրան, կարծես սովոր չլիներ ֆիզիկական մխիթարություն առաջարկել։ Ինչո՞ւ եկար, հարցրեց նա հեկեկոցների միջից։ Հելենան զանգեց ինձ, պատմելով, թե ինչ է պատահել, պարզապես պատասխանեց Կայոն։ Կարծեցի չպետք է մենակ լինեիր։ Այդ ժեստը որքան անսպասելի, այնքան էլ իսկական առաջին ճաքը ստեղծեց այն պատի վրա, որը Կլարան կառուցել էր նրանց միջ։ Միգուցե, մտածեց նա, երբ թույլ տվեց իրեն հենվել այդ ուժեղ ձեռքերին, Կայո Ռեզենդյանի մեջ ավելին կար, քան պայմանագիրը թույլ էր տալիս ենթադրել։ 3 ամիս էր անցել տիկին Իրասեմա Սոարեսյանի շտապ վիրահատությունից։ Բժշկական բոլոր սպասումներին հակառակ, նա ապաքինվել էր, այժմ զբաղեցնում էր Վահագնի թաղամասի առանձնատան հարմարեցված սենյակը։ Կլարայի Կայոյի համատեղ կյանքը գրեթե կենցաղային ընթացք էր ստացել, դեռ հեռու, դեռ պայմանագրային, բայց ընդհատվում էր փոքրիկ պահերով, որոնք նրանցից ոչ մեկը չգիտեր, թե ինչպես դասակարգի։ Տիկին Ռեզենդյանն այգում է, պարոն, տեղեկացրեց Հելենան, երբ Կայոն այդ ուրբաթ կեսօրին ավելի շուտ եկավ գրասենյակից։ Նա գտավ նրան նստած քարե նստարանին, ծառի տակ, կարդալով իր անձնական գրադարանի վեպերից մեկը։ Պարզ բամբակյա զգեստը քամուց ազատ մազերը նրան ավելի երիտասարդ, ավելի թեթ էին դարձնում, կարծես նրանց միավորող համաձայնության ծանրությունը պահի համար ցրվում էր ուշ երեկոյան արի ոսկեգույն լույսի ներքո։ Խանգարում եմ, հարցրեց Կայոն, պահպանելով անվտանգ հեռավորություն։ Կլարան աչքերը բարձրացրեց գրքից, զարմացած։ Չգիտեի, որ տանն էիք։ Ավելի շուտ դուրս եկա։ Նա նստեց նրա կողքի նստարանին, նրանց միջ հարգալից տարածություն թողնելով։ Ինչպես է ձեր մայրը։ Ամեն օր ավելի լավ։ Բժիշկները տպավորված են ապաքինումից։ Կլարան փակեց գիրքը, էջը մատով նշելով։ Նորից շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք նրա համար։ Դա մեր համաձայնության մի մասն է։ Ոչ, այդպես չէ։ Կլարան մեղմորեն շտկեց նրան։ Համաձայնությունը նախատեսում էր հիմնական բուժում։ Դուք ավելին արեցիք, վարձելով միջազգային մասնագետներ, գերժամանակակից սարքավորումներ։ Դա պայմանագրում չկար։ Կայոն շեղեց հայացքը, հանկարծ հետաքրքրվելով այգու ծաղիկներով։ Պարզապես ուզում էի համոզվել, որ նա լավագույն խնամքն է ստանում։ Նրանց միջ հարմարավետ լռություն տիրեց։ Տարօրինակ էր, թե ինչպես աստիճանաբար սկզբնական լարվածությունը վերածվել էր ինչ-որ դժվար անվանելու բանի, ոչ ճշգրիտ ընկերություն։ Բայց մի տեսակ փոխադարձ հարգանք, որը զուսպ կերպով աճում էր։ Հրավեր ստացավ հույսը հիմնադրամի բարեգործական ընթրիքին հաջորդ հանգստյան օրերին, վերջապես խախտեց լռությունը Կայոն։ Դա կարևոր միջոցառում կլինի խորհրդի մի քանի անդամների ներկայությամբ։ Մենք պետք է միասին ներկա լինենք։ Իհարկե։ Դա համաձայնության մի մասն է, ավտոմատ պատասխանեց Կլարան։ Իրականում։ Կայոն երկմտեց, հազվագյուտ իր միշտ վստահ վարքագծում։ Կցանկանայի ձեզ տանել հարմար զգեստ ընտրելու։ Իմ հասարակական իմիջը զգալիորեն բարելավվել է մեր ամուսնությունից հետո։ Մարդիկ հիմա ինձանում ինչ-որ այլ բան են տեսնում։ Կլարան չկարողացավ զսպել փոքրիկ ժպիտը։ Վախեցած Կայո Ռեզենդյանը, մարդկայնացված սիրով։ Ի զարմանս իրեն, նա չպատասխանեց սովորական սառնությամբ։ Փոխարենը, թեթ կարմրություն գունավորեց նրա այտերը։ Ինչ-որ բան նման։ Նա կտրուկ ոտքի կանգնեց։ Վաղը ժամը 10:09։ Կարող ենք գնալ հյուսիսային պողոտա։ Պատրաստ կլինեմ։ Կլարան նայեց նրան, երբ նա հեռացավ, հետաքրքրված նրա վարքագծի նուրբ փոփոխությունից։ Հաջորդ օրը, ամուսնությունից ի վեր առաջին անգամ, նրանք ժամեր անցկացրեցին միասին, առանց երրորդ անձանց համար տեսք պահպանելու պարտավորության։ Կլարան զգեստներ էր փորձում բացառիկ բուտիկներում, մինչ Կայոն համբերատար սպասում էր, առաջարկելով կարծիքներ, երբ խնդրում էին։ Ցանկացած դիտորդի համար նրանք պարզապես սիրահարված զույգ էին թվում շաբաթօրյա գնումների ժամանակ։ Ընտրված զգեստը, զմրուխտ կանաչ մոդել, որն ընդգծում էր Կլարայի աչքերի ոսկեգույն երանգը, արժեր ավելին, քան նա կվաստակեր մեկ տարում իր նախորդ 3 աշխատանքներում։ Երբ նա հարցրեց անհեթեթ գնի մասին, Կայոն պարզապես ուսերը թափահարեց։ Իմ կինը պետք է համապատասխանի միջոցառմանը։ Նա ասաց, կարծես դա վերջ տվեց հարցին։ Գնումներից հետո նա զարմացրեց նրան, հրավիրելով ճաշելու մի փոքրիկ իտալական ռեստորանում, հեռու ուշադրության կենտրոնից այն մոդայիկ վայրերից, որոնք նրանք սովորաբար հաճախում էին տեսանելի լինելու համար։
Մեզ պետք չէ այստեղ լուսանկարել, մեկնաբանեց Կլարան, վայելելով իր ռիզոտոն։ Երբեմն լավ է, որ պետք չէ ձացնել, պատասխանեց Կայոն, իր կարմիր գինին խմելով։ Մի պահ երկմտելուց հետո ավելացրեց. Կցանկանաք իմանալ, թե ինչպես իմացա ձեր սիրելի ուտեստի մասին։ Կլարան գլուխը թեքեց, հետաքրքրված։ Ինչպես գիտեիք, որ սունկով ռիզոտոն իմ սիրելին է։ Նույն կերպ, ինչպես իմացա ձեր գրականության հանդեպ գրքի մասին։ Կայոն թեթակի ժպտաց։ Ձեր մասին կատարված մեր հետազոտությունը բավականին ամբողջական էր։ Դա պետք է ինձ վախեցներ, բայց ինչ-ինչ պատճառով այնքան էլ չի անհանգստացնում ինձ, խոստովանեց Կլարան։ Էլ ինչ գիտեք իմ մասին, որ ես չեմ պատմել։ Գիտեմ, որ դուք բանաստեղծություններ էիք գրում համալսարանում, որ 17 տարեկանում գրական մրցույթ էիք շահել, որ երազում էիք դառնալ գրականության դասախոս պետական համալսարանում։ Կլարան զգաց, որ սիրտը սեղմվում է։ Երազանքներ, թողնված անհրաժեշտության պատճառով, հիշողություններ անցյալից, որը կարծես թե պատկանում էր մեկ այլ մարդու։ Իսկ դուք, նա համարձակվեց հարցնել. Ինչ էիք երազում դառնալ, նախքան Ռեզենդյանի կայսրության ժառանգորդ դառնալը։ Հարցը կարծես թե զարմացրեց նրան։ Մի պահ անողոք գործարարի դիմակը ընկավ, բացահայտելով առասպելի հետում կանգնած մարդուն։ Դաշնակահար։ Նա խոստովանեց, գրեթե շշնջալով. Ցանկանում էի սովորել Վիեննայի կոնսերվատորիայում։ Հայրս երաժշտությունը համարում էր իրական հավակնություններ չունեցող մարդկանց հոբբի։ Դրա համար եք թաքուն նվագում։ Կայոն գլխով արեց, բացահայտելով մի խոցելիություն, որը Կլարան երբեք չէր պատկերացրել։ Դա միակ բանն է, որ անում եմ առանց շահույթի, ռազմավարությունների կամ հետանքների մասին մտածելու։ Այդ ճաշի ժամանակ նրանք ավելին բացահայտեցին միմյանց մասին, քան 3 ամսվա ամուսնության ընթացքում։ Եվ երբ նա նրան տուն թողեց նախքան գրասենյակ վերադառնալը շտապ հանդիպման համար, ինչ-որ բան փոխվել էր նրանց միջ, մի փոքրիկ կամուրջ անջրպետի վրա, որը նրանց բաժանում էր։ Հույսը հիմնադրամի բարեգործական ընթրիքը տարվա հասարակական իրադարձությունն էր։ Ռեզենդյան զույգը ժամանեց լիմուզինով, նա անթերի իր սմոքինգով, նա շքեղ կանաչ զգեստով, որը, ինչպես Կայոն կանխատեսել էր, գրավեց բոլոր ներկաների ուշադրությունը։ Բոլորը ձեզ են նայում։ Նա շշնջաց, նրան տանելով դահլիճով, ձեռքը ամուր դրված նրա իրանին։ Մեզ են նայում, շտկեց Կլարան։ Պահի սենսացիոն զույգը։ Վիգեն Մոնտերոսյանը, վարչական խորհրդի նախագահը Կայոյի հին մրցակիցը, մոտեցավ ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կայո։ Եվ հմայիչ տիկին Ռեզենդյան։ Վիգենը չափազանցված պաշտոնականությամբ համբուրեց Կլարայի ձեռքը։ Պետք է խոստովանեմ, որ մենք պարտվեցինք խորհրդում։ Ոչ ոք չէր հավատում, որ դուք իսկապես սիրով կամուսնանաք մինչ ժամկետը։ Կլարան զգաց, որ Կայոն կոշտացավ իր կողքին։ Լավ է, որ կարողացանք զարմացնել ձեզ, Վիգեն, պատասխանեց նա հաշվարկված ժպիտով։ Երբեմն կյանքը մեզ անսպասելի նվերներ է մատուցում։ Անկասկած։ Վիգենը նրան ուսումնասիրեց նոր հետաքրքրությամբ։ Գիտեք, սիրելիս, ես Կայոյին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա ընդվզող տղա էր, ով միայն դաշնամուր էր ուզում նվագել։ Ով կմտածեր, որ այդ տղան կվերածվեր այս անխիղճ գործարարի հիմա, սիրահարված ամուսնու։ Կլարան նկատեց Կայոյի աճող լարվածությունը, իմպուլսիվորեն, իր մատները միահյուսեց նրա մատներին։ Մարդիկ փոխվում են, պարոն Մոնտերոսյան։ Հատկապես, երբ գտնում են ինչ-որ բան կամ մեկին, որն ավելին է արժե, քան իշխանությունը։ Վիգենը հոնքերը բարձրացրեց, իսկապես զարմացած պատասխանից։ Գլխի հարգալից թեքումով նա հեռացավ, ողջունելու այլ հյուրերի։ Շնորհակալություն, շնջաց Կայոն։ Վիգենը միշտ փորձում է ինձ բարկացնել։ Նկատեցի։ Կլարան իր մատները միահյուսված պահեց նրա մատներին, նույնիսկ առանց ծածնելու անհրաժեշտության։ Ինչ էր նա ուզում ասել, որ դուք ընդվզող տղա էիք, ով միայն դաշնամուր էր ուզում նվագել։ Թեթ նոստալգիկ ժպիտ հայտնվեց Կայոյի դեմքին։ Պատմություն մեկ այլ անգամ։ Արի, պետք է շրջենք։ Գիշերն անցավ կատարելապես։ Կլարան Կայոն պարեցին, զրուցեցին Երանի հասարակության կարևոր դեմքերի հետ, բոլոր ներկաների համար նրանք իսկապես սիրահարված էին թվում։ Երբ նրանք վերադարձան տուն, աշալույսին, հարմարավետ լռություն էր նրանց շրջապատում լիմուզինի հետի նստարանին։ Դուք շքեղ էիք այս գիշեր, վերջապես ասաց Կայոն, պատուհանից նայելով քաղաքի լույսերին։
Նույնիսկ Վիգենը կարծես հավատաց։ Միգուցե այն պատճառով, որ մի քանի պահով ես էլ հավատացի։ Խոսքերը դուրս եկան, մինչ Կլարան կկարողանար զսպել դրանք, ուժեղացված շամպայնով, որը նա խմել էր խնջույքի ժամանակ։ Կայոն շրջվեց, նրան նայելու, նրա մուգ աչքերը ուսումնասիրում էին նրան շփոթեցնող ինտենսիվությամբ։ Մի պահ Կլարան մտածեց, որ նա կմոտենա։ Փոխարենը, մի փոքր հետ քաշվեց։ Մի շփոթիր բեմադրությունը իրականության հետ, Կլարա։ Նրա ձայնը վերադարձավ սառը հաշվարկված տոնին։ Դա վտանգավոր կլիներ երկուսիս համար էլ։ Ճանապարհորդության մնացած մասն անցավ լռության մեջ, նրանց միջ անտեսանելի պատնեշը նորից բարձրացած։ Մի քանի օր անց առանձնատուն անսպասելի հրավեր եկավ։ Հայաստանի գործարար ամսագիրը ցանկանում էր հատուկ հոդված պատրաստել «Սիրո ուժը»։ Ինչպես ամուսնությունը փոխեց Կայո Ռեզենդյանին, թեմայով խնդրում էր բացառիկ հարցազրույց զույգի հետ նրանց նստավայրում։ Դա կատարյալ հնարավորություն է մեր հասարակական իմիջը ամրապնդելու համար, կարծիք հայտնեց Մաթեոսը առանձնատան գրադարանում կայացած ռազմավարական հանդիպման ժամանակ։ Հատկապես, երբ խորհուրդը դիտում է ձեր յուրաքանչյուր քայլը։ Ռիսկային է թվում, մտահոգված արտահայտվեց Կլարան։ Լրագրողներ մեր տանը, անձնական հարցեր տալով։ Ընդհակառակը, միջամտեց Կայոն։ Դա պատմությունը վերահսկելու հնարավորություն է։ Մենք ցույց կտանք ճիշտ այն, ինչ ուզում ենք, որ տեսնեն։ Հարցազրույցը նշանակվեց հաջորդ շաբաթ։ Նախորդող օրերին Կլարան Կայոն փորձեցին պատասխաններ, ստեղծեցին պատմություններ, թե ինչպես են հանդիպել, սիրահարվել, անգիր արեցին միմյանց մասին մանրամասներ, իսկական զույգ թվալու համար։ Սիրելի գույնը, Կլարան փորձում էր Կայոյին հարցազրույցից մեկ օր առաջ։ Մուգ, կապույտ։ Ձերն էլ կանաչ է, ինչպես այն զգեստը, որը գրել եք հույսը հիմնադրամի միջոցառմանը։ Նա անմիջապես պատասխանեց. Սիրելի ուտեստը։ Ձեր, բիֆշտեկ, գինու սոուսով։ Իմ, սունկով, ռիզոտո։ Կլարան շարունակեց խաղը։ Առաջին հանդիպումը։ Անշարժ գույքի գործակալությունում հանդիպումից հետո ձեզ հրավիրեցի սուրճի ակտվիո քեֆում։ Դուք վարանեցիք, բայց ընդունեցիք։ 3 ժամ խոսեցինք գրականության երաժշտության մասին։ Առաջին համբույրը։ Կայոն երկմտեց։ Մենք չենք ստեղծել այդ պատմության մասը։ Պետք է։ Դա ակնհայտ հարց է։ Կլարան մի պահ մտածեց։ Ինչպես կլինի իմ տան դռան մոտ մեր երրորդ հանդիպումից հետո։ Թեթակի անձր էր գալիս, դուք ինձ ձեր բաճկոնը տվեցիք։ Համոզիչ է թվում։ Կայոն հետաքրքրությամբ ուսումնասիրեց նրան։ Դուք տաղանդ ունեք նման պատմություններ ստեղծելու համար։ Տարիներ շարունակ գեղարվեստական գրքեր կարդալով։ Կլարան ուսերը թափահարեց։ Երբ սիրահարվեցինք։ Հարցը կախված էր օդում, լի անսպասելի ծանրությամբ։ Կայոն ոտքի կանգնեց, քայլելով դեպի գրադարանի պատուհանը։ Ես հասկացա, որ սիրահարված եմ, երբ լսեցի, թե ինչպես եք խոսում ձեր մոր մասին։ Նա ասաց երկար լռությունից հետո, մեջքով դեպի նա։ Այն, թե ինչպես եք ամեն ինչ զոհաբերել նրա համար, ինձ ստիպեց տեսնել, որ կան ավելի կարևոր բաներ, քան իշխանությունը, փողը։ Կլարան շունչը պահեց, տպավորված այն անկեղծությամբ, որը նա հաղորդում էր հորինված պատմությանը։ Իսկ ես։ Նա երկմտեց։ Ես հասկացա, երբ լսեցի, թե ինչպես եք դաշնամուր նվագում։ Ես տեսա մարդուն գործարարի հետում։ Երբ Կայոն շրջվեց, նրանց հայացքները հանդիպեցին անհանգստացնող ինտենսիվությամբ։ Մի պահ բեմադրության իրականության միջ սահմանը վտանգավորորեն բարակ թվաց։ Լրագրող Մարիա Լեոյանը ժամանեց ճիշտ ժամը 10:09 հաջորդ առավոտյան, լուսանկարչի ուղեկցությամբ։ Հարցազրույցը սկսվեց հյուրասենյակում, ապա տարածվեց այգիներում, տան այլ տարածքներում, ներառյալ Կայոյի գրասենյակը, Կլարայի անձնական գրադարանը։ Դուք կնկարեք ամուսնական ննջասենյակը, հարցրեց Մարիան հաշվարկված ժպիտով։ Ընթերցողները սիրում են այդ մտերմության նրբերանգը։ Կլարան Կայոն արագ հայացք փոխանակեցին։ Նրանք կանխատեսել էին այս հնարավորությունը, դրա համար գլխավոր ննջասենյակը վերածել էին կեղծ ամուսնական մտերմության տեսարանի, երկուսի հագուստները ռազմավարականորեն դասավորված, անձնական իրերը կիսված նույնիսկ մեկ ատամի խոզանակ լոգարանում։ Այս կողմ Կայոն լրագրողին առաջնորդեց միջանցքով, իր ձեռքը ամուր դրված Կլարայի մեջքին, մտերմության ժեստով, որն արդեն սկսում էր բնական թվալ։
Սենյակը տպավորեց լրագրողին իր զուսպ էլեգանտությամբ։ Կլարայի մահճակալի կողքի սեղանին հայկական պոեզիայի գրքեր։ Կայոյի մոտ նոտաներ զույգի հարսանեկան լուսանկարը, շրջանակված։ Ինչ գեղեցիկ դաշնամուր, մեկնաբանեց Մարիան, նկատելով գործիքը սենյակի անկյունում։ Դուք նվագում եք, Կայո։ Երբեմն։ Նա պատասխանեց, Կլարայի հետ հայացք փոխանակելով։ Սովորաբար կեսգիշերին, երբ ներշնչանք է առաջանում։ Կլարան չի անհանգստանում։ Իրականում, միջամտեց Կլարան, ժպտալով, սիրում եմ արթնանալ դաշնամուրի ձայնից։ Դա կարծես անձնական սերենադ լինի։ Սուտը այնքան բնականորեն դուրս եկավ, որ մի պահ Կլարան գրեթե հավատաց, որ դա ճիշտ է։ Կայոն երբեք նրա համար չէր նվագում, պահպանելով իր երաժշտական գիրքը որպես խիստ անձնական բան։ Մի քանի լրացուցիչ հարցերից հետո լրագրողը կատարեց այն խնդրանքը, որից երկուսն էլ գաղտնի վախենում էին։ Կարող եք մեզ համար ինչ-որ բան նվագել, Կայո։ Դա կատարյալ պահ կլիներ մեր լուսանկարների համար։ Գործարարը երկմտեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Երաժշտությունը նրա անձնական ապաստանն էր, ոչ թե մի բան, որը նա կիսում էր ցուցադրության համար։ Արի, սեր։ Կլարան խրախուսեց նրան, առաջին անգամ օգտագործելով սիրալիր տերմինը։ Նվագիր այն մեղեդին, որը հորինել ես ինձ համար։ Իհարկե, նման մեղեդի չկար։ Բայց Կլարայի աչքերում մարտահրավերը կարծես ինչ-որ բան էր արթնացրել Կայոյի մեջ։ Նա նստեց դաշնամուրի մոտ, շտկեց կեցվածքը, մի պահ երկմտելուց հետո սկսեց նվագել։ Առաջացած մեղեդին ապշեցուցիչ գեղեցկություն ուներ, սկզբում նուրբ, աճող բարդությամբ, ինտենսիվությամբ։ Կլարան զգաց, որ մի դող անցավ իր ողնաշարով։ Այդ երաժշտության մեջ ինչ-որ խորապես մտերիմ բան կար, կարծես Կայոն բացահայտում էր իր հոգու մի մասը, որը նա երբեք չէր կիսվել նախկինում։ Երբ վերջին նոտան մարեց, հաջորդած լռությունը գրեթե հարգալից էր։ Լրագրողը իսկապես հուզված էր թվում, լուսանկարիչը իջեցրել էր տեսախցիկը, գրավված պահից։ Դա… Մարիան փորձեց բառեր գտնել։ Արտասովոր էր։ Ո՞րն է այդ ստեղծագործության անունը։ Կայոն աչքերը բարձրացրեց դաշնամուրից, հանդիպելով Կլարայի հայացքին։ Առաջին տեսք։ Պատասխանը անբացատրելի ջերմության ալիք ուղարկեց Կլարայի մարմնով։ Մի անմիտ պահով նա ցանկացավ, որ երաժշտությունն իսկապես իր համար հորինված լիներ։ Լրագրողի լուսանկարչի հեռանալուց հետո նրանց միջ տարօրինակ լռություն տիրեց։ Դուք երբեք չէիք նվագել այդ երաժշտությունը նախկինում, վերջապես ասաց Կլարան, երբ նրանք կարգի էին բերում սենյակը, այն նորմալ վիճակին վերադարձնելու համար։ Հենց նոր հորինեցի, խոստովանեց Կայոն, խուսափելով նրա հայացքից։ Տեղում։ Գեղեցիկ է։ Կլարան երկմտեց, նախքան հարցնելը։ Անունը իմաստ ունի։ Կայոն մեթոդաբար ծալեց այն հագուստները, որոնք նրանք տարածել էին ընդհանուր կյանքի պատրանք ստեղծելու համար։ Դա ոգեշնչված էր այն առաջին անգամից, երբ ես իսկապես տեսա ձեզ։ Ոչ թե անշարժ գույքի գործակալության քարտուղարուհուն, այլ ձեզ, Կլարա։ Այդ կեսօրին այգում, ծառի տակ կարդալիս։ Խոստովանությունը նրան անխոս թողեց։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Կայոյի բջջայինը զանգահարեց։ Գրասենյակում շտապ իրավիճակ էր պահանջում նրա անմիջական ներկայությունը։ Պետք է գնամ։ Նա ասաց, արդեն վերականգնելով գործարարի իր դիմակը։ Լավ աշխատանք այսօր։ Հոդվածը հիանալի կլինի մեր իմիջի համար։ Եվ այսպես, խոցելիության պահն անցավ, Կլարային թողնելով ավելի շատ հարցեր, քան պատասխաններ այն մարդու մասին, ում հետ նա կիսում էր կյանքի կեղծ տեսքը։ Այդ գիշեր, մենակ իր իրական սենյակում, արևելյան թում, Կլարան չէր կարողանում դադարել մտածել երաժշտության, Կայոյի հայացքի, այն ջերմության մասին, որը նա զգացել էր, երբ նրանց մատները պատահաբար դիպել էին, միասին կարգի բերելով բեմական սենյակի մահճակալը։ Ինչ էր կատարվում իր հետ։ Արդյոք նա շփոթում էր բեմադրությունը իրական զգացմունքների հետ, ճիշտ այնպես, ինչպես Կայոն զգուշացրել էր նրան չանել։ Թե… Նրանց մեջ ինչ-որ ավելին էր աճում, ինչ-որ բան, որը ոչ մի պայմանագիր չէր կարող կանխատեսել կամ վերահսկել։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ է ձեր կարծիքը մեր զույգի սիրավեպի մասին։ Երբ նա վերջապես քնեց, երազեց դաշնամուրի մեղեդու ուժեղ ձեռքերի մասին, որոնք նրան գրկում էին անվերջ պարի մեջ։ Հայաստանի գործարար ամսագրի հոդվածը բացարձակ հաջողություն էր։
Սիրո փոխակերպող ուժը։ Ինչպես Կլարա Սոարեսյանը մարդկայնացրեց Ռեզենդյանի կայսրությունը, վերնագրով հոդվածը զարդարում է շապիկը, ուղեկցվելով առանձնատան այգում զույգի լուսանկարով։ Կլարան մեղմ ժպտում էր, մինչ Կայոն նրան դիտում էր այնպիսի հայացքով, որը կարծես իսկական պաշտամունք էր։ 10 էջանոց հոդվածը ներառում էր ամուսնական ննջասենյակի լուսանկարներ, հատուկ շեշտադրումով Կայոյին դաշնամուրի մոտ, Կլարան նստած նրա կողքին, երկուսն էլ ընկղմված մտերմության մեջ, որը կարծես գերազանցում էր բեմադրությունը։ Հրապարակումից հետո Ռեզենդյան խումբ-ի բաժնետոմսերը զգալիորեն բարձրացան։ Կայոյի հասարակական իմիջը երբեք այդքան դրական չէր եղել, վարչական խորհուրդը վերջապես կարծես թե համոզված էր ամուսնության օրինականության մեջ։ Դուք պետք է մտածեք հասարակայնության հետ կապերի ոլորտում կարիերայի մասին, մեկնաբանեց Մաթեոսը առանձնատանը նախաճաշի ժամանակ ամսագիրը թերթելիս։ Այս սիրո պատմությունը նույնիսկ ինձ է համոզել, ով գիտի ճշմարտությունը։ Կլարան անհարմար ժպտաց, խուսափելով սեղանի մյուս կողմից Կայոյի հայացքից։ Վերջին շաբաթներին ինչ-որ բան էր փոխվել նրանց մեջ։ Փոքրիկ ժեստեր, մեկնված ձեռք, մեքենայից իջնելուն օգնելու համար, հազվագյուտ պոեզիայի գիրք, թողնված իր մահճակալին, ընթրիքներ, կիսված առանց աշխատակիցների համար տեսք պահելու անհրաժեշտության։ Հաջորդ շաբաթ ինձ պետք է Դիլիջանում, հայտարարեց Կայոն, զարմացնելով ինչպես Կլարային, այնպես էլ Մաթեոսին։ Կարևոր բիզնես կոնֆերանս ունեմ, Վիգեն Մոնտերոսյանն այնտեղ կլինի։ Տարօրինակ կլիներ չտանել իմ կնոջը։ Դիլիջան, կրկնեց Կլարան, հետաքրքրված։ Պատմական քաղաքը Երանի սանի մեջ գտնվող ափին հայտնի էր իր պահպանված գաղութային ճարտարապետությամբ, դրախտային լողափերով, ռոմանտիկ մթնոլորտով։ 3 օր։ Հյուրանոցն արդեն ամրագրված է։ Կայոն շարունակեց, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը։ Ես կտանեմ Մաթեոսին իրավաբանական թիմի մի մասին, Արագած շինարարական ընկերության ձեռքբերումն ավարտելու համար։ Բայց իմ մայրը, հարցրեց Կլարան, մտահոգված։ Հելենան կմնա նրա հետ։ Եվ ես լրացուցիչ բուժքույր եմ վարձել այդ ժամանակահատվածի համար։ Կայոն պատասխանեց, արդեն կանխատեսելով նրա մտահոգությունը։ Նա տրամադրել եմ ընկերության ուղղաթիռը, ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում։ Մանրամասների նկատմամբ ուշադրությունը տիկին Իրասեմա Սոարեսյանի բարեկեցության նկատմամբ իսկական մտահոգությունը խորապես հուզեցին Կլարային։ Ավելի ու ավելի հաճախ Կայոն փոքրիկ ուշադրություններ էր ցուցաբերում, որոնք պայմանագրի մաս չէին կազմում, ժեստեր, որոնք կարծես գալիս էին անողոք գործարարի դիմակի հետում կանգնած մարդուց։ Դիլիջանը դիմավորեց Ռեզենդյան զույգին հիասքանչ մայրամուտով։ Բացառիկ հյուրատունը, որը գտնվում էր մասնավոր թերակղզում, ծովի տեսարանով, առաջարկում էր անկախ սենյակներ, միացված քարե արահետներով, Ատլանտյան անտառի շքեղ բուսականության մեջ։ Հիասքանչ է, հառաչեց Կլարան, դիտելով իր սենյակի պատշգամբից բացվող տեսարանը։ Ծովը փայլում էր արի վերջին ճառագայթների տակ, մինչ փոքրիկ գունավոր նավակները ցրված էին ծովածոցում։ Կարծեցի, որ ձեզ դուր կգա, մեկնաբանեց Կայոն, իսկապես գոհ իր արձագանքից։ Կոնֆերանսը սկսվում է վաղը ժամը 9-ին, բայց մենք ազատ երեկո ունենք։ Կցանկանաք այցելել պատմական կենտրոն։ Կլարան գլխով արեց, ոգորված։ Նա հազվադեպ էր զբոսաշրջության հնարավորություններ ունենում, Դիլիջանը միշտ եղել էր նրա այցելելու վայրերի ցանկում։ Զբոսնելու պատրաստվելիս նա նկատեց, որ անձնակազմը իր սենյակում միայն մեկ ճամփրուկ էր դրել, իրենը։ Որտեղ է ձեր ուղեբեռը, հարցրեց, երբ Կայոն վերադարձավ նրան վերցնելու։ Իմ սենյակում է, այգու մյուս կողմում, նա պատասխանեց պատահականորեն։ Կարծեցի, որ կնախընտրեք գաղտնիություն։ Հոգատարության այդ ժեստը զարմացրեց նրան։ Նույնիսկ ճանապարհորդության ժամանակ, որտեղ ոչ ոք չէր կասկածի նորապսակ զույգի համատեղ կացարանին, Կայոն պահպանում էր իր խոսքը սկզբնական համաձայնության վերաբերյալ։ Կլարան զգաց թեթացման հիասթափության տարօրինակ խառնուրդ։ Դիլիջանի պատմական կենտրոնը, իր քարե փողոցներով, որոնք լուսավորված էին լապտերներով, գաղութային առանձնատներով, որոնք վերածվել էին հմայիչ խանութների, ռեստորանների, գրեթե կախարդական մթնոլորտ էր ստեղծում։ Կլարան Կայոն քայլում էին կողք կողքի, երբեմն ճանաչվելով այլ զբոսաշրջիկների կողմից, ովքեր լուսանկարներ էին խնդրում հայտնի գործարարի նրա երիտասարդ կնոջ հետ։ Ինչպես եք զգում, լինելով հայտնի, հարցրեց Կայոն, համտեսելով արհեստական պաղպաղակը, նստած կենտրոնական հրապարակի նստարանին։ Տարօրինակ, Կլարան ծիծաղեց։ Երբեք չէի պատկերացնի, որ մի օր մարդիկ ինձ կկանգնեցնեն փողոցում, լուսանկարվելու համար։
Դուք լավ եք հարմարվել այս կյանքին, նկատեց Կայոն, ուսումնասիրելով նրան այնպիսի հետաքրքրությամբ, որը դուրս էր պրոֆեսիոնալ գնահատականից։ Շատերը կփլուզվեին հասարակական ճնշման տակ։ Միգուցե այն պատճառով, որ երբեք չեմ մոռացել, թե ով եմ իրականում, նա անկեղծորեն պատասխանեց։ Այս ամբողջ շքեղ կյանքը, տեսախցիկները, միջոցառումները գիտեմ, որ դա ժամանակավոր է։ Դեր, որը ես խաղում եմ։ Մի մութ բան անցավ Կայոյի հայացքով։ Ժամանակավոր, նա կրկնեց, կարծես փորձելով բառի ծանրությունը։ Մեր պայմանագիրն ավարտվում է 7 ամսից։ Համաձայնության անխուսափելի ավարտի մասին հիշատակումն անսպասելի լարվածություն առաջացրեց։ Կլարան հասկացավ, որ շաբաթներ շարունակ չէր մտածել պայմանագրի ավարտի, այն օրվա մասին, երբ կվերադառնա իր նախկին կյանքին, երբ այլևս տիկին Ռեզենդյան չէր լինի։ Եվ ապա ես նորից կլինեմ պարզապես Կլարա Սուարեսյան, նա ասաց, փորձելով ձայնը թեթ պահել, թե անբացատրելի ցավ էր զգում կրծքավանդակում։ Կայոն անմիջապես չպատասխանեց։ Փոխարենը ձեռքը մեկնեց մաքրելու պաղպաղակի մնացորդը նրա բերանի անկյունից, մտերիմ ժեստ, որը ստիպեց Կլարայի սիրտը արագանալ։ Վերադառնանք։ Վաղը երկար օր կլինի, նա վերջապես ասաց, խոցելիության պահը արագ անցավ, ինչպես ամառային ամպը։ Հաջորդ առավոտ, մինչ Կայոն մասնակցում էր կոնֆերանսին, Կլարան ուսումնասիրեց հյուրատան մոտակա լողափերը։ Ոտաբոբիկ քայլելով ավազի վրայով, նա փորձում էր կարգավորել այն շփոթված մտքերն ու զգացմունքները, որոնք սկսում էին առաջանալ իր կեղծ ամուսնու նկատմամբ։ Նա այնքան շեղված էր, որ չնկատեց մեկ այլ մարդու ներկայությունը, մինչ ծանոթ ձայն լսեց։ Երիտասարդ կինը լքված է արդեն ճանապարհորդության առաջին օրը։ Ցավալի է, Կայոն պետք է ավելի լավ իմանար։ Կլարան շրջվեց, տեսնելով Վանեսա Պրադոսյանին շքեղ փոքրիկ բիկինիով, դիզայներական արային ակնոցներով գերազանցության օդով, որը նույնիսկ ծովային քամին չէր կարող ցրել։ Վանեսա։ Ինչ անակնկալ, Կլարան ստիպողաբար քաղաքավարի ժպտաց։ Դուք նույնպես մասնակցում եք կոնֆերանսին։ Սիրելիս, ես երբեք բիզնեսը հաճույքի հետ չեմ խառնում, ծիծաղեց հասարակական գործիչը, շտկելով իր ծղոտե գլխարկը։ Ես հյուրընկալվել եմ ընկերոջս զբոսանավում, ծովածոցում։ Տեսա ձեզ մենակ, մտածեցի ընկերակցություն առաջարկել։ Կլարան կասկածում էր այդ առաջարկի անկեղծությանը, բայց պահպանեց իր հանգստությունը։ Շատ բարի է, բայց ես պահ եմ վայելում մտածելու համար։ Այն մասին, թե ինչպես է ձեր ամուսնությունը կեղծիկ, Վանեսան ռումբը նետեց առանց որե նախազգուշացման, նրա ժպիտն այժմ սուր էր, ինչպես ածելին։ Կլարան զգաց, որ արյունը սառեց երակներում, բայց հիվանդ մորը խնամելու տարիները նրան սովորեցրել էին հանգիստ պահել ծայրահեղ իրավիճակներում։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, պատասխանեց այն հանգստությամբ, որը չէր զգում։ Խնդրում եմ, Վանեսան աչքերը թեքեց, մոտենալով։ Կայոն ես միասին էինք մինչ ձեր կայծակնային սիրավեպից 3 ամիս առաջ։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում, առաջին հայացքից սիրո այդ պատմությանը հավատալու համար։ Եվ ընկերներ ունեմ այն նոտարական գրասենյակում, որտեղ գրանցվել է ձեր Ռեզենդյանի կտակը։ Կլարան մնաց անտարբեր, թե նրա սիրտը անվերահսկելիորեն բաբախում էր։ Եթե դուք ինչ-որ բան ունեք ասելու, Վանեսա, հստակ ասեք։ Ես գիտեմ կետի մասին։ Գիտեմ, որ Կայոն պետք է ամուսնանար, հակառակ դեպքում ամեն ինչ կկորցներ, հաղթական ժպտաց հասարակական գործիչը։ Այն, ինչ չեմ հասկանում, այն է, թե ինչու նա ձեզ ընտրեց, ոչ ոքի, մինչդեռ կարող էր համաձայնություն կնքել ինձ հետ։ Միգուցե այն պատճառով, որ նա նախընտրեց մեկին, ով հետաքրքրված չէր միայն իր փողով, պատասխանեց Կլարան այն հանգստությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Վանեսան ծիծաղեց, կոշտ անհումոր ձայնով։ Եվ դուք չեք։ 3 միլիոն դրամը նախամուսնական պայմանագրում կապ չունի ձեր որոշման հետ։ Կլարան գունատվեց։ Ինչպես էր Վանեսան իմացել ճշգրիտ գումարի մասին։ Պայմանագիրը գաղտնի էր, հայտնի միայն իրեն, Կայոյին Մաթեոսին։ Տեսնում եմ, որ ճիշտ եմ գուշակել, Վանեսան շարունակեց, վայելելով պահը։ Առաջարկ, ես բավարար ապացույցներ ունեմ այս կեղծիքը մամուլում բացահայտելու համար։ Խորհուրդը կցանկանար իմանալ, որ իրենց խաբել են։ Բայց ես պատրաստ եմ լռել, ասենք, 1 միլիոնի դիմաց։ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում։ Ես էլեգանտ ելք եմ առաջարկում։ Մտածեք դա որպես ապահովագրություն, Վանեսան շտկեց իր արային ակնոցները։ Համոզված եմ, որ Կայոն չէր ցանկանա տեսնել իր թանկարժեք կայսրությունը փլուզվող սկանդալի պատճառով։
Նախքան Կլարան կկարողանար պատասխանել, մի տղամարդու ձայն ընդհատեց զրույցը. «Տիկին Ռեզենդյան, պարոն Կայոն ձեզ է փնտրում»։ Դա Պաուլոսն էր, Կայոյի վարորդը անձնական անվտանգության աշխատակիցը։ Նրա լուրջ դեմքը չէր բացահայտում, թե արդյոք նա լսել էր զրույցը։ «Շնորհակալություն, Պաուլոս։ Ես գնում եմ», պատասխանեց Կլարան, երախտապարտ լինելով ընդհատման համար։ Վանեսային ավելացրեց. «Հաճելի էր նորից տեսնել ձեզ։ Մտածեք իմ առաջարկի մասին», շշնջաց հասարակական գործիչը, երբ Կլարան հեռացավ։ «Ես կլինեմ զբոսանավում մինչ կիրակի»։ Կլարան արագ քայլեց լողափով, մտքերը խառնաշփոթ։ Պետք է պատմեր Կայոյին սպառնալիքի մասին։ Ինչպես էր Վանեսան իմացել պայմանագրի այդքան կոնկրետ մանրամասները։ Նա գտավ Կայոյին իր սենյակի պատշգամբում, աշխատելով նոթբուքի վրա։ Նրան տեսնելով, նա փակեց համակարգիչը, ոտքի կանգնեց։ «Պաուլոսը ձեզ գտավ»։ Շատ լավ, նա ժպտաց, բայց ժպիտն անհետացավ, նկատելով նրա արտահայտությունը։ «Ինչ-որ բան պատահել է»։ Կլարան երկմտեց։ Նրանք վերջապես կառուցում էին վստահության նման մի բան։ Վանեսայի մասին պատմելը նշանակում էր խնդիրներ բերել մի պահի, որը պետք է նվիրված լիներ կարևոր բիզնեսին։ Ոչինչ լուրջ, նա ստիպողաբար ժպտաց։ Պարզապես հոգնած եմ արից։ Լողափում հանդիպեցի Վանեսա Պրադոսյանին։ Վանեսան այստեղ է։ Կայոյի դեմքը կոշտացավ։ Ինչ էր նա ուզում։ Պարզապես խոսել, Կլարան շեղեց հայացքը։ Ինչպես անցավ կոնֆերանսը այսօր։ Կայոն ակնհայտորեն նկատեց խուսափումը, բայց չպնդեց։ Արդյունավետ։ Արագած շինարարական ընկերության հետ բանակցությունները գրեթե ավարտվել են։ Վաղը պաշտոնական ընթրիք կունենանք բոլոր ղեկավարների նրանց կանանց հետ։ Ինձ հատուկ ինչ-որ բան պետք է հագնել։ Ես արդեն հոգացել եմ դրա մասին, Կայոն մատնացույց արեց սեղանին դրված էլեգանտ տուփը։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգա։ Կլարան բացեց տուփը, գտնելով գիշերային կապույտ մետաքսյա զգեստ, նուրբ արծաթյա ասեղնագործությամբ, որը հիշեցնում էր համաստեղություններ։ Այն բացարձակապես շքեղ էր, ինչ-որ կերպ, կատարելապես համապատասխանում էր նրա անձնական ոճին, էլեգանտ, առանց շռայլ լինելու։ Գեղեցիկ է, նա շշնջաց, դիպչելով փափուկ գործվածքին։ Կապույտ, ինչպես Դիլիջանի գիշերային երկինքը, մեղմորեն մեկնաբանեց Կայոն։ Կհամապատասխանի ձեր աչքերին։ Ընտրության մեջ ցուցաբերված հոգատարությունը այնքան անձնական ուշադիր, ինչ-որ բան շարժեց Կլարայի կրծքավանդակում։ Ավելի ու ավելի հաճախ Կայոն ցուցաբերում էր փոքրիկ ուշադրություններ, որոնք դուրս էին գալիս իր մասին հավաքված սկզբնական դոսիեից։ Շնորհակալություն, նա պարզապես ասաց, անկարող արտահայտելու իրեն պատած զգացմունքների խառնաշփոթը։ Հաջորդ երեկոյան ընթրիքը տեղի ունեցավ պատմական կենտրոնի վերականգնված գաղութային առանձնատանը։ Արագած շինարարական ընկերության Ռեզենդյան խումբի ղեկավարները, իրենց կանանց ուղեկցությամբ, աշխույժ զրուցում էին, մինչ մատուցողները մատուցում էին ժամանակակից տեղական խոհանոցի բարդ ուտեստներ։ Կլարան, հագած այն զգեստը, որը Կայոն էր նվիրել, հիացական հայացքներ էր գրավում։ Նրա կողքին գործարարը Իրանին ամուր ձեռք էր պահում, երբեմն թեքվելով, շնջալու մեկնաբանություններ ներկաների մասին, ով էր կարոր, ով ուներ ազդեցություն, ով ներկայացնում էր պոտենցիալ դաշնակից։ Վիգեն Մոնտերոսյանը զույգին դիտում էր սեղանի մյուս կողմից, իր խորամանկ հայացքով չկորցնելով նրանց միջ փոխազդեցության ոչ մի մանրամասն։ Պետք է խոստովանեմ, Կայո, որ դուք ձեր կինը հիանալի զույգ եք, մեկնաբանեց նա աղանդերի ժամանակ։ Գրեթե ստիպում եք ինձ հավատալ սիրո փոխակերպող ուժին։ Հեգնական տոնը աննկատ չմնաց։ Կլարան զգաց, որ Կայոն կոշտացավ իր կողքին։ Սերը փոխակերպում է, Վիգեն, նա մեղմորեն միջամտեց։ Բայց իսկական փոխակերպումը ներսից է գալիս։ Կայոն միշտ ավելին է եղել, քան պարզապես անխիղճ գործարար։ Ես պարզապես օգնեցի նրան ցույց տալ աշխարհին այն մարդուն, ում ես ճանաչեցի։ Նրա ինքնաբուխ, անպատրաստ պատասխանը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ավելի զարմանալի էր Կայոյի ձեռքը գտնելը իր ձեռքը սեղանի տակ, նրա մատները միահյուսված մի ժեստով, որը ոչ ոք չէր կարող տեսնել, դա տեսախցիկների համար չէր, դա հանրության համար չէր, դա պարզապես նրանց մեջ էր։ Ընթրիքից հետո, երբ նրանք վերադառնում էին հյուրատուն, ամառվա համար զարմանալիորեն ցուրտ գիշերով, Կլարան թեթակի դողաց իր բարակ զգեստով։ Առանց խոսքի, Կայոն հանեց իր բաճկոնը դրեց նրա ուսերին։
Ժեստը, այնքան պարզ մի նույն ժամանակ այդքան մտերիմ, ստիպեց Կլարային աչքերը բարձրացնել նրա վրա։ Մեքենայի հյուրատան մուտքի մեջ ընկած տարածքում, Դիլիջանի աստղազարդ երկնքի տակ, ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Դուք շքեղ էիք այս գիշեր, շնջաց Կայոն, իր ձայնն ավելի խռպոտ, քան սովորաբար։ Վիգենը վերջապես կարծես համոզված է։ Դժվար չէր, պատասխանեց Կլարան, կորած այդ մուգ աչքերի ինտենսիվության մեջ։ Պարզապես ասացի ճշմարտությունը։ Մի պահ Կայոն անխոս թվաց, հազվադեպ ելույթ հռետորական գործարարի համար։ Նրա ձեռքը վարանելով շարժվեց դեպի նրա դեմքը, մատները մեղմորեն դիպչելով նրա այտին, կարծես նա նուրբ ճենապակի լիներ։ Կլարա, նա շշնջաց նրա անունը, ինչպես աղոթք։ Պահն ընդհատվեց Կայոյի բջջայինի համար զանգով։ Ցածր հայհոյելով, նա պատասխանեց զանգին, մի քանի քայլ հեռանալով։ Կլարան դիտում էր նրան խոսելիս, ժեստեր անելիս, նրա դեմքը աստիճանաբար փոխվում էր պահի խոցելիությունից դեպի ղեկավարի ծանոթ դիմակը։ Երբ նա անջատեց հեռախոսը, նա նորից այն Կայո Ռեզենդյանն էր, ում աշխարհը ճանաչում էր։ Պետք է անմիջապես վերադառնամ Երան, նա տեղեկացրեց, ձայնը լարված։ Փորձը եղել տեղեկություններ արտահոսել է Արագած շինարարական ընկերության ձեռքբերման մասին։ Ինչ-որ մեկը, արտոնյալ մուտքով, փորձում է խաթարել գործարքը։ Կլարան անմիջապես մտածեց Վանեսայի լողափում նրա սպառնալիքի մասին։ Հնարավոր էր։ Դուք ինձ հետ կգաք, թե? Կնախընտրեք մնալ վայելել վերջին օրը, հարցրեց Կայոն, արդեն հաղորդագրություններ մուտքագրելով իր հեռախոսում։ Կգամ ձեզ հետ, Կլարան պատասխանեց առանց վարանելու։ Դիլիջանում մենակ մնալու, հնարավոր է նորից Վանեսայի հետ հանդիպելու միտքը նրան դուր չէր գալիս։ Մեկ ժամից էլ քիչ ժամանակ անց նրանք Կայոյի անձնական ուղղաթիռում էին, թռչելով ափի վրայով դեպի Երան։ Կլարան դիտում էր նրա լարված պրոֆիլը, լուսավորված գործիքների վահանակի լույսերով։ Հանկարծակի տուրբուլենտությունը ուղղաթիռը ուժգին թափահարեց։ Կլարան փոքրիկ ճիչ արձակեց, բնազդաբար բռնելով Կայոյի ձեռքը։ Ամեն ինչ կարգին է, նա հանգստացրեց նրան, իր ձեռքով ծածկելով նրա ձեռքը։ Պարզապես օդի հոսանք է։ Բայց տուրբուլենտությունն աճեց, ուղղաթիռը վտանգավոր կերպով ճոճելով։ Օդաչուն տեղեկացրեց, որ պետք է շտապ վայրէջք կատարեն անվտանգ տարածքում, մինչ անսպասելի փոթորիկը կանցնի։ Մի քանի րոպե անց նրանք ցամաքում էին Ստեփանավանի մոտակայքում գտնվող փոքրիկ շտապ ուղղաթիռային հարթակում։ Անձրն այժմ ուժգին էր տեղում, անհնար դարձնելով ճանապարհորդությունը շարունակել թե օդով, թե ցամաքով։ Պետք է այստեղ գիշերենք, տեղեկացրեց օդաչուն, իր պլանշետում եղանակային պայմանները ստուգելուց հետո։ Մի քանի մետր հեռավորության վրա հյուրատուն կա։ Կարող եմ բոլորի համար կացարան կազմակերպել։ Հյուրատունը պարզ էր, բայց հարմարավետ, շատ տարբեր այն շքեղ հյուրանոցներից, որոնք Կայոն սովորաբար հաճախում էր։ Խնդիրը, կար միայն մեկ սենյակ։ Մենք կվերցնենք սենյակը, Կայոն արագ որոշեց։ Անձնակազմի համար այլ տեղ կկազմակերպենք կացարան։ Կլարան լուր հետեց նրան դեպի համեստ սենյակ, իր ամուսնական մահճակալով, պարզ սեղանով հիմնական լոգարանով։ Այն շատ հեռու էր Վահագնի թաղամասի առանձնատան շքեղությունից կամ նույնիսկ Դիլիջանի բացառիկ հյուրատանից։ Դուք կարող եք մնալ մահճակալին, Կայոն առաջարկեց, հանելով իր թաց բաճկոնը։ Ես կքնեմ բազկաթոռին։ Մի անհեթեթացիր, բողոքեց Կլարան, դիտելով փոքրիկ բազկաթոռը, որը անշուշտ անհարմար կլիներ Կայոյի բարձրահասակ մարմնի համար։ Մահճակալը բավականաչափ մեծ է երկուսի համար։ Մենք կարող ենք այն կիսել որպես մեծահասակներ։ Նա երկմտեց, ակնհայտորեն անհարմար զգալով գաղափարից։ Մեր համաձայնությունը ասում է, առանց ինտիմության։ Մի նույն մահճակալում քնելը չի խախտում դա, պնդեց Կլարան, թե նրա սիրտը արագ էր բաբախում այդ հեռանկարից։ Անձրի ցրտից ազատվելու համար տաք ցնցուղ ընդունելուց հետո Կլարան դուրս եկավ լոգարանից, հագած հյուրատանից փոխարված շապիկ, որը չափազանց մեծ էր նրա փոքրիկ մարմնի համար։ Կայոն արդեն մահճակալում էր, խիստ պահպանելով իր կողմը, կարծես մտածածին գիծ էր բաժանում ներքնակը։ Կլարան պառկեց մյուս կողմում, պահպանելով նույն զգույշ հեռավորությունը։ Նրանց միջ լռությունը խիտ էր, լի չասված բաներով։ Կարծում եք, որ Վանեսան էր, վերջապես հարցրեց նա ցածր ձայնով։ Կայոն շրջվեց, նրան նայելու մթնշաղում։ Ինչպես։ Արտահոսքը։ Վանեսան այսօր լողափում մոտեցավ ինձ։ Նա։
Կլարան երկմտեց, վերջապես որոշելով պատմել ամբողջ ճշմարտությունը։ Նա գիտի մեր համաձայնության մասին, պայմանագրի, գումարի, ամեն ինչի մասին։ Սպառնացել է բացահայտել կեղծիքը, եթե մենք 1 միլիոն չվճարենք։ Կայոն կտրուկ նստեց մահճակալին, մարմինը լարված, ինչպես ջութակի լարը։ Եվ դուք դա ինձ հիմա եք պատմում։ Չէի ուզում փչացնել ձեր կարևոր բանակցությունը, բացատրեց Կլարան նստելով նա։ Կարծեցի, որ կարող եմ մենակ հաղթահարել նրան։ Հաղթահարել նրան։ Կայոն գրեթե ծիծաղեց, բայց ձայնը դառն էր։ Վանեսան իբր իժը։ Գեղեցիկ, գայթակղիչ մահացու վտանգավոր։ Ես չեմ վախենում նրանից։ Պետք է վախենայիք։ Կայոն ձեռքը անցկացրեց մազերով հիասթափությունից։ Ինչպես է նա իմացել պայմանագրի մասին։ Միակ մարդիկ, ովքեր գիտեին, ես, դուք Մաթեոսն էինք։ Կլարան գծեց շրթունքը, երկմտելով։ Նա նշեց, որ ընկերներ ունի այն նոտարական գրասենյակում, որտեղ գրանցվել է ձեր հոր կտակը։ Եվ ասաց, որ դուք գրեթե նշանված էիք մեր ամուսնությունից 3 ամիս առաջ։ Դա անհեթեթություն է։ Մերժման կատաղությունը զարմացրեց Կլարային։ Վանեսան ես պատահական հարաբերություններ ունեինք։ Նա այդ ամբողջ լուրջ հարաբերությունների ֆանտազիան ստեղծել է իր մտքում։ Երբեք որը խոստում չի եղել։ Կլարան ուսումնասիրեց Կայոյի զայրացած դեմքը։ Դուք իսկապես երբեք չեք մտածել նրա հետ ամուսնանալու մասին գետի խնդիրը լուծելու համար։ Երբեք, նա պատասխանեց առանց վարանելու։ Վանեսան ներկայացնում է այն ամենը, ինչ ես արամարում էի իմ սեփական աշխարհում, մակերեսայնություն, հետաքրքրություն միայն կարգավիճակով փողով, սկզբունքների բացակայություն։ Եվ ես ներկայացնում էի հակառակը, մեղմորեն հարցրեց Կլարան։ Դրա համար ինձ ընտրեցիք։ Կայոն շրջվեց դեպի նա, նրա հայացքը խորը նույնիսկ թույլ լույսի ներքո։ Ես ձեզ ընտրեցի, որովհետև երբ կարդացի ձեր պրոֆիլը, տեսա մեկին, ով ամեն ինչ զոհաբերեց սիրո համար։ Մեկին, ով ուներ իրական արժեքներ։ Մեկին մաքուր։ Բառը կախված էր նրանց միջ, լի չբացահայտված իմաստներով։ Դուք ինձ իսկապես չեք ճանաչում, շշնջաց Կլարան։ Բավականաչափ ճանաչում եմ, պատասխանեց Կայոն, ձայնը իջեցնելով ավելի մտերիմ տոնի։ Ես գիտեմ ձեր քաջությունը, ձեր հավատարմությունը, ձեր խելքը։ Ես գիտեմ, թե ինչպես են ձեր աչքերը լուսավորվում, երբ խոսում եք գրականության մասին, թե ինչպես եք ժպտում, երբ շոյում եք գրքի շապիկը, նախքան այն բացելը, թե ինչպես եք յուրաքանչյուր մարդու նույն արժանապատվությամբ վերաբերվում, լինի դա ղեկավար, թե այգեգործ։ Նրա դիտարկումների ինտենսիվությունը Կլարային անշնչացրեց։ Նա իսկապես այդքան ուշադիր էր դիտել նրան վերջին ամիսներին։ Կայոն նա սկսեց, չիմանալով, թե ճիշտ ինչ էր ուզում ասել։ Նա մոտեցավ, նվազեցնելով նրանց միջ խնամքով պահպանված տարածությունը։ Վերջին ամիսներին դուք ինձ աշխարհ ցույց տվեցիք, որը ես չէի ճանաչում, Կլարա։ Աշխարհ, որտեղ գործողությունները չեն չափվում միայն շահույթով, որտեղ երաժշտությունը կարելի է նվագել հաճույքի համար, ոչ թե ցուցադրության, որտեղ պարզ ժեստերն ավելի կարևոր են, քան մեծ ցուցադրությունները։ Նրա խոսքերը, այնքան անկեղծ խոցելի, քանդեցին այն վերջին պատնեշները, որոնք Կլարան կառուցել էր։ Նա հայտնվեց նրա կողմը թեքվելիս, ինչպես ծաղիկը, արի որոնումներում։ Նրանց դեմքերն այժմ մոտ էին, այնքան մոտ, որ նա կարող էր զգալ նրա շունչը, խառնվելով իր շնչին։ Մի պահ աշխարհը կարծես դադարեց այդ տարածության մեջ, այլս ոչ գործարար պայմանագրային աշխատող, ոչ էլ կեղծ ամուսին կին, պարզապես տղամարդ կին, ինչ-որ փոխակերպող բանի շեմին։ Երբ նրանց շուրթերը վերջապես հանդիպեցին, դա տեսախցիկների համար չէր, դա տեսք պահպանելու համար չէր։ Դա իրական էր, ուժգին սարսափելի անկեղծ։ Համբույրը սկզբում նուրբ, արագորեն վերածվեց ավելի խորը, ավելի շտապ բանի։ Կլարայի կողմից տարիներ շարունակ ճնշված զգացմունքներ, Կայոյի կողմից ամիսներ շարունակ ինքնատիրապետում, ամեն ինչ փլուզվում էր շուրթերի պարզ դիպչումից։ Նրա ձեռքերը գտան ճանապարհը դեպի նրա դեմքը, բռնելով այն, կարծես ամենաթանկ գանձը լիներ։ Կլարան էր, ով կոտրեց հմայքը, կտրուկ հեռանալով, շունչը կտրված աչքերը լայն բացված զարմանքից, ոչ թե նրա ժեստից, այլ իր սեփական կրքոտ արձագանքից։ Չենք կարող, նա շշնջաց, մատները բերելով շուրթերին, որոնք դեռ ծակծկում էին համբույրի զգացումից։ Պայմանագիրը մենք համաձայնվել էինք։ Կայոն անմիջապես հետ քաշվեց, հարգանքը գերակշռում էր նրա աչքերում ակնհայտ ցանկությանը։ Ներեցեք։ Ես չպետք է։
Դա չէ, Կլարան ընդհատեց, շփոթված իր սեփական խառնված զգացմունքներից։ Ես երբեք ոչ մեկի հետ չեմ եղել այս կերպ։ Խոստովանությունը կախված էր նրանց միջ, լի խոցելիությամբ։ Կայոն երկար ժամանակ նայեց նրան, դանդաղորեն փոխարինելով զարմանքը հասկացողությամբ նրա դեմքին։ Դուք երբեք… Նա հարցը թողեց օդում, իր ձայնը նուրբ, առանց դատելու։ Կլարան գլխով արեց, անկարող գտնելու նրա հայացքը։ Երբեք ժամանակ չունեի հարաբերությունների համար։ Մայրս միշտ իմ առաջնահերթությունն էր։ Եվ հետո երբեք չգտա մեկին, ում հետ կցանկանայի կիսել այդքան մտերիմ բան։ Ոչ կրոնի կամ բարոյականության պատճառով։ Պարզապես սպասում էի կապի։ Ինչ-որ իրական բանի։ Կայոն լուռ մնաց մի պահ, որը անվերջ թվաց։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր մի հույզով, որը Կլարան երբեք չէր լսել նախկինում։ Իսկ մեր համբույրը… Ձեզ համար իրական էր։ Հարցը հարվածեց իր ներսում եղած կոնֆլիկտի հիմքին։ Այն, ինչ նա զգացել էր Կայոյի գրկում, ոչ միայն ֆիզիկական ցանկություն էր, այլ ինչ-որ ավելի խորը, ավելի սարսափելի բան, զգացմունք, որը դանդաղորեն աճել էր համատեղ կյանքի ամիսների ընթացքում, չնայած բոլոր պատնեշներին, որոնք նրանք երկուսն էլ կառուցել էին։ Այո, նա շշնջաց։ Ավելի իրական, քան այն ամենը, ինչ երբեք զգացել եմ։ Կայոն խորը շունչ քաշեց, կարծես քաջություն հավաքեր։ Այդ հարցազրույցից ի վեր, երբ ես նվագեցի առաջին տեսքը ձեզ համար, ինչ-որ բան փոխվեց իմ ներսում։ Ես պայքարում էի դրա դեմ, ինձ ասելով, որ դա պարզապես բեմադրության մի մասն էր։ Որ երբ պայմանագիրն ավարտվեր, մենք կգնայինք մեր ճանապարհներով, ամեն ինչ լավ կլիներ։ Եվ հիմա այլես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց ձեզ, նա խոստովանեց, նրա ձայնի խոցելիությունը ստիպեց Կլարայի սիրտը թրջել։ Ոչ թե որպես իմ պայմանագրային կին։ Որպես իմ իրական զուգընկեր։ Այն կինը, ով ինձ ցույց տվեց, որ կյանքում ավելին կա, քան համաձայնագրերը, բիզնեսը, իշխանությունը։ Նրա խոսքերը խեղդվեցին կոկորդում։ Նա ուզում էր ասել, որ ինքն էլ չէր կարող պատկերացնել կյանքն առանց նրա, որ բիզնես համաձայնությունը վերածվել էր անսահմանորեն ավելի արժեքավոր բանի։ Բայց վախը, ամբողջությամբ հանձնվելուց, վստահելուց, լքվելուց, երբ այլս օգտակար չլիներ, նրան կատվածահար արեց։ Վախենում եմ, վերջապես խոստովանեց։ Ես էլ, պատասխանեց Կայոն, զարմացնելով նրան։ Ես իմ կյանքն անցկացրել եմ իմ շուրջը ամեն ինչ վերահսկելով։ Հիմա, առաջին անգամ, ինձ լիովին անվերահսկելի եմ զգում։ Եվ ամենասարսափելին այն է, որ ինձ չի հետաքրքրում։ Նա ձեռքը մեկնեց, մեղմորեն դիպչելով նրա դեմքին։ Ես ոչինչ չեմ անի, ինչ դուք չեք ուզում։ Մենք կարող ենք վերադառնալ սկզբնական համաձայնությանը, մոռանալ այս գիշերը։ Կամ կարող ենք փորձել ինչ-որ նոր բան, ինչ-որ իրական բան, առանց պայմանագրերի, առանց կետերի։ Կլարան փակեց աչքերը, զգալով նրա ձեռքի ջերմությունը իր մաշկի վրա։ Բոլոր պատճառները, թե ինչու պետք է հեռու մնային, աննշան էին թվում, համեմատած այն բանի հետ, ինչ նրանք զգում էին միմյանց նկատմամբ։ Ես չեմ ուզում մոռանալ այս գիշերը, վերջապես պատասխանեց, բացելով աչքերը նրան նայելու։ Ես ուզում եմ պարզել, թե ինչ ունենք իրականում։ Բայց ինձ ժամանակ է պետք։ Պետք է համոզվեմ, որ դա պարզապես պահը, իրավիճակը, ադրենալինը չէ։ Կայոն գլխով արեց, հասկացողաբար։ Ժամանակ ունենք։ Աշխարհը կարող է սպասել։ Այդ գիշեր նրանք քնեցին, ձեռք ձեռքի տված, մտածածին գիծը, որը բաժանում էր մահճակալը, դեռ գոյություն ուներ, բայց այժմ նուրբ կամուրջով էր միացնում երկու կողմերը։ Հաջորդ առավոտ նրանք վերադարձան երան, նրանց միջ մթնոլորտը լի չբացահայտված հնարավորություններով։ Առանձնատանը նրանց դիմավորեց մտահոգ տիկին Իրասեմա Սոարեսյանը անհանգստացնող լուր, Արագած շինարարական ընկերության տեղեկությունների արտահոսքի մասին հոդվածը ներառում էր ակնարկներ հզոր գործարար Կայո Ռեզենդյանի հարմարավետ ամուսնության մասին։ Դա պարզապես սկիզբն է, զգուշացրեց Մաթեոսը Կայոյի գրասենյակում կայացած շտապ հանդիպման ժամանակ։ Ես տեղեկություններ ստացա, որ Վանեսա Պրադոսյանը պատրաստում է մեծ բացահայտում մամուլի համար։ Նա ունի նախամուսնական պայմանագրի պատճեններ, գտակի կետի մասին մանրամասներ, ամեն ինչ։ Ինչպես է նա ստացել այդ տեղեկությունները, հարցրեց Կլարան, լարված։ Մաթեոսը երկմտեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Կարծում եմ, որ իմ գրասենյակից ինչ-որ մեկը արտահոսել է։
Ես արդեն բացահայտել եմ պատասխանատուին, իրավաբանական օգնական, ով Վանեսայի հետ սիրավեպ էր ունենում։ Ինչ է նա ուզում, հարցրեց Կայոն, թե սենյակում բոլորն արդեն գիտեին պատասխանը։ Սկզբում փող, պատասխանեց Մաթեոսը։ Բայց կարծում եմ, որ ավելին կա։ Վանեսան իրեն մերժված էր զգում, երբ դուք Կլարային ընտրեցիք իր փոխարեն այս պայմանավորվածության համար։ Դա անձնական է։ Նա ուզում է ինձ ոչնչացնել, եզրակացրեց Կայոն, իր ձայնը տարօրինակ կերպով հանգիստ։ Օգտագործելով Կլարային մեր ամուսնությունը որպես զենք։ Հաջորդած ծանր լռությունը խախտվեց Կլարայի հեռախոսի զանգով։ Դա հիվանդանոցն էր, տիկին Իրասեմա Սոարեսյանի վերջին հետազոտությունների արդյունքները հասել էին։ 5 տարվա ընթացքում առաջին անգամ հիվանդության ռեմիսիայի հստակ նշաններ կային։ Դա հրաշք է, բժիշկը բացատրեց հեռախոսով։ Փորձնական բուժումն ավելի լավ է աշխատում, քան սպասում էինք։ Ձեր մայրը կարող է գրեթե նորմալ կյանք ունենալ այսուհետ, իհարկե, կանոնավոր հսկողությամբ։ Երբ Կլարան անջատեց հեռախոսը, թեթացման արցունքներ էին հոսում նրա դեմքով։ 5 երկար տարիներ նա ապրել էր մորը կորցնելու մշտական վախով։ Հիմա, վերջապես, իրական հույս կար։ Լավ նորություններ, հարցրեց Կայոն, դիտելով նրա արտահայտությունը։ Մայրս արձագանքում է բուժմանը։ Նա լավ կլինի։ Կլարան հազիվ էր հավատում իր սեփական խոսքերին։ Այդ պահի ուրախությունը արագորեն մթագնեց այն իրավիճակի իրականությունը, որում նրանք հայտնվել էին։ Եթե սկանդալը բացահայտվեր, ոչ միայն Կայոյի բիզնես կայսրությունը կհայտնվեր վտանգի տակ, այլ Կլարայի հեղինակությունն էլ կոչնչանար։ Պետք է դիմակայենք Վանեսային, որոշեց Կլարան, սրբելով արցունքները։ Չենք կարող թույլ տալ, որ նա վերահսկի մեր կյանքը։ Համաձայն եմ, Կայոն գլխով արեց։ Բայց պետք է ռազմավարական լինենք։ Հաջորդ շաբաթներին նրանք մանրակրկիտ պլան մշակեցին։ Մինչդեռ, Կլարան Կայոն շարունակում էին փոխադարձ բացահայտումների իրենց նուրբ պարը։ Ուբաթուբայի այդ գիշերվանից հետո այլս համբույրներ չեղան, բայց ինչ-որ բան հաստատապես փոխվել էր նրանց մեջ։ Ընթրիքները երկարում էին երկար զրույցներով։ Նրանք կիսվում էին գրքերով, երաժշտությամբ, գաղափարներով։ Որոշ գիշերներ Կայոն հատուկ նրա համար դաշնամուր էր նվագում, այլս ոչ թաքնված կեսգիշերին, այլ բացահայտորեն, թույլ տալով նրան տեսնել իր հոգու այդ խոցելի մասը։ Ինչու երբեք երաժշտական կարիերա չսկսեցիք, հարցրեց Կլարան մի գիշեր, նստած նրա կողքին դաշնամուրի նստարանին։ Կայոն երկմտեց, մատները դադարեցնելով ստեղների վրա։ Հայրս միշտ ասում էր, որ արվեստագետները սովից են մեռնում։ Որ Ռեզենտյանների ընտանիքը երազողներ չէր ստեղծում, այլ իրականացնողներ։ Եվ դուք հավատացիք նրան։ Այն ժամանակ, այո։ Այնքան էի ուզում նրա հավանությունը, Կայոն վերսկսեց մեղեդին, այժմ ավելի մեղմ։ Երբ վերջապես քաջություն ունեցա մարտահրավեր նետել նրան, ասելով, որ ուզում եմ սովորել Վիեննայի կոնսերվատորիայում, նա ինձ վերջնագիր ներկայացրեց, երաժշտություն կամ ժառանգություն։ Եվ դուք ընտրեցիք ժառանգությունը, եզրակացրեց Կլարան։ Ընտրեցի այն, ինչ կարծում էի, որ իմ պարտքն է, Կայոն շտկեց։ Ռեզենտյան խումբը հազարավոր մարդկանց է աշխատանքով ապահովում։ Ես պատասխանատվություն զգացի իմ ուսերին։ Կլարան իր ձեռքով ծածկեց նրա ձեռքը, դադարեցնելով երաժշտությունը։ Երբեք ուշ չէ ձեր գրքի հետից գնալու համար։ Նա ուժգին նայեց նրան, ինչ որ չասված բան կախված նրանց մեջ։ Սկսում եմ հասկանալ դա։ Վանեսայի հետ առճակատումը խնամքով կազմակերպված էր։ Կայոն նրան հրավիրեց մասնավոր հանդիպման իր գրասենյակում, Արարատ շենքի վերնահարկում։ Կլարան ներկա կլիներ, ինչպես նա Մաթեոսը, անսպասելիորեն, Վիգեն Մոնտերոսյանը։ Չեմ հասկանում, թե ինչու եք կանչել Վիգենին, հարցրեց Կլարան, երբ նրանք պատրաստվում էին։ Վստահիր ինձ, Կայոն խորհրդավոր պատասխանեց։ Երբեմն պետք է մեկ գիշատիչ, մյուսին կանգնեցնելու համար։ Վանեսան ճիշտ ժամանակին եկավ, շքեղ կարմիր զգեստով վստահ ժպիտով, որը պահի համար տատանվեց, տեսնելով սենյակում ներկա բոլորին։ Ինչ հետաքրքիր հանդիպում, նա մեկնաբանեց, նրբագեղորեն նստելով։ Ենթադրում եմ, որ պատրաստ եք քննարկել իմ առաջարկը։ Իրականում, Կայոն հանգիստ պատասխանեց, մենք այստեղ ենք, այլ բան քննարկելու համար։ Գլխով անելով, Մաթեոսը թղթապանակներ բաժանեց ներկաներին։ Ներսում մանրամասն փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս Վանեսայի կորպորատիվ լրտեսության գործունեությունը, ներառյալ իրավաբանական օգնականին կաշառելը, այլ ղեկավարների նկատմամբ շանտաժի նախկին փորձերը։
Դա ծիծաղելի է, Վանեսան ծիծաղեց, բայց նրա ձայնի նյարդայնությունը ակնհայտ էր։ Դուք ոչինչ չեք կարող ապացուցել։ Մենք արդեն ապացուցել ենք, միջամտեց Վիգենը, զարմացնելով բոլորին։ Իրավաբանական օգնականն ամեն ինչ խոստովանել է անձեռնմխելիության դիմաց։ Դաշնային ոստիկանությունը ամիսներ շարունակ հետաքննում է ձեր գործունեությունը, օրիորդ Պրադոսյան։ Նրանք պարզապես ավելի շատ ապացույցների էին սպասում։ Ինչու եք դուք ներգրավված դրանում, Վիգեն, հարցրեց Վանեսան վստահությունը արագորեն գոլորշիանալով։ Որովհետև ի տարբերություն ձեր մտածելակերպի, ես Կայոյի թշնամին չեմ, պատասխանեց խորհրդի նախագահը։ Մենք մրցակիցներ ենք, բիզնեսի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունենք, բայց երկուսս էլ հարգում ենք օրենքը։ Կորպորատիվ լրտեսությունը շանտաժը այն սահմաններն են, որոնք մենք չենք հատում։ Վանեսան շրջվեց դեպի Կայոն, զայրույթը փոխարինելով սկզբնական վախին։ Դա նրա մասին է, այնպես չէ՞։ Այս ոչ ոք, ում դուք ընտրեցիք իմ փոխարեն։ Դա էթիկայի մասին է, Կայոն ամուր պատասխանեց։ Մի բան, որը դուք ակնհայտորեն չեք հասկանում։ Ձեր ամուսնությունը կեղծիք է, բղավեց Վանեսան հուսահատված։ Այս սենյակում բոլորը գիտեն։ Կլարան էր, ով պատասխանեց, իր ձայնը հանգիստ, հակադրվելով Վանեսայի հուսահատությանը։ Մեր ամուսնությունը սկսվեց որպես համաձայնություն։ Մենք դա չենք ժխտում։ Բայց ճանապարհին այն վերածվեց իրական բանի։ Վանեսան անհավատորեն նայեց նրան։ Դուք իսկապես հավատում եք դրան, որ նա սիրում է ձեզ։ Կայո Ռեզենդյանը ոչ ոքի չի սիրում, բացի իրենից իր թանկարժեք կայսրությունից։ Դուք սխալվում եք, միջամտեց Կայոն, իր ձայնն ավելի մեղմ նայելով Կլարային։ Ես հայտնաբերեցի, որ կան ավելի կարևոր բաներ, քան բիզնեսը։ Ավելի կարևոր մարդիկ։ Հաջորդած լռությունը խախտվեց Վիգենի կողմից, ով ոտքի կանգնեց գոհ արտահայտությամբ։ Դե, դա լուծում է իմ վերջին կասկածները։ Խորհուրդը գոհ կլինի իմանալով, որ կտակի կետը կատարվել է ոչ միայն տառացիորեն, այլ ոգով։ Դուք գիտեիք, զարմացած հարցրեց Կլարան։ Վիգենը ժպտաց։ Սիրելիս, ես Ռեզենդյանների ընտանիքի ընկերն եմ տասնամյակներ շարունակ։ Ավգուստոսը խորհրդակցել է ինձ հետ, նախքան այդ կետը կտակում ներառելը։ Դա չէր վերաբերում Կայոյին պարտադրել ամուսնանալ պարտականությունից դրդված, այլ նրան խրախուսելու, գտնելու մեկին, ով կօգներ նրան տեսնել թվերից այն կողմ։ Մեկին, ինչպես դուք։ Նա շրջվեց դեպի Կայոն։ Ավգուստոսը հպարտ կլիներ։ Ոչ թե այն պատճառով, որ դուք պահպանել եք կայսրությունը, այլ այն պատճառով, որ վերջապես գտել եք մի բան, որն ավելին է արժեք, քան այն։ Այդ խոսքերով Վիգենը հեռացավ, թողնելով ակնհայտորեն հուզված Կայոյին հաղթահարելու Վանեսայի իրավիճակը, ով իր դեմ անհերքելի ապացույցների առկայությամբ այլ ընտրություն չուներ, քան ընդունել գաղտնիության համաձայնագիրը հեռանալ երկրից արտերկրումը, երկարած ստեղծագործական արձակուրդը անցկացնելու համար։ Այդ գիշեր, երբ նրանք վերջապես մենակ մնացին առանձնատանը, Կլարան Կայոն առերեսվեցին այն ճշմարտության հետ, որը հետաձգել էին Ուփաթուբայից ի վեր։ Մայրս վտանգից դուրս է, սկսեց Կլարան, նստած լուսավորված լողավազանի եզրին, ոտաբոբիկ ոտքերը խաղալով ջրի հետ։ Մեր պայմանագիրը գրեթե ավարտված է։ Եվ հիմա Վիգենը խորհուրդը ընդունում են մեր ամուսնությունը որպես օրինական։ Կայոն նստեց նրա կողքին, բարձրացնելով տաբատը, նույնպես ոտքերը թրջելու համար։ Դա նշանակում է, որ դուք այլս պարտավոր չեք մնալ։ Ոչ պարտականությունից դրդված, նա համաձայնեց, սիրտը արագ բաբախելով։ Բայց ինչ կլինի, եթե ես ուզեմ մնալ։ Կայոն շրջվեց դեպի նա, նրա մուգ աչքերը արտացոլում էին լողավազանի լույսերը։ Եվ դուք ուզում եք։ Երբեք չէի պատկերացնի, որ կսիրահարվեմ ձեզ նման մարդու, խոստովանեց Կլարան, վերջապես բանավոր արտահայտելով այն զգացմունքը, որն աճել էր իր ներսում։ Այնքան տարբեր իմ աշխարհից, այնքան վերահսկվող, այնքան լիարժեք ինքն իրենով։ Կարծում էի, որ դա պարզապես համաձայնություն կլինի, որը կպաշտպանի իմ սիրտը։ Եվ ինչ պատահեց, նա մեղմորեն հարցրեց։ Դուք պատահեցիք։ Ոչ թե անխիղճ գործադիր տնօրենը, ոչ թե միլիարդատեր ժառանգորդը, այլ այն մարդը, ով դաշնամուր է նվագում կեսգիշերին, ով գիտի իմ սիրելի գրքերը, ով հայտնվեց հիվանդանոցում, երբ մայրս վիրահատության մեջ էր։ Կլարան զգաց, որ արցունքներ են գալիս իր աչքերին։ Այն մարդը, ում սիրահարվեցի, չնկատելով։ Կայոն իր ձեռքերը վերցրեց նրա ձեռքերի մեջ, իր դեմքը լուրջ։
Պետք է իմանաք, պայմանագրի 3 միլիոնը ձերն է, անկախ ձեր որոշումից։ Ձեր մայրը կշարունակի ստանալ լավագույն բուժումը։ Ես չեմ ուզում, որ դուք մնաք անհրաժեշտությունից կամ երախտագիտությունից դրդված։ Դրա համար չէի մնա, պատասխանեց Կլարան, սեղմելով նրա ձեռքերը։ Կմնայի այն մարդու համար, ով ինձ ցույց տվեց, որ մենք կարող ենք լինել ավելին, քան մեր հանգամանքները։ Ով ինձ ստիպեց հավատալ հնարավորությունների, որոնք երբեք չէի պատկերացրել ինձ համար։ Ես ձեզ համար ինչ-որ բան ունեմ, հանկարծ ասաց Կայոն, ոտքի կանգնելով ձեռքը մեկնելով նրան օգնելու համար։ Արի։ Նա նրան առաջնորդեց դեպի երաժշտական սենյակի դաշնամուրը, որտեղ մի ձեռագիր նոտա էր բաց դրված դարակին։ Առաջին անգամ Կլարան կարդաց վերնագիրը, հուզված ճանաչելով հղումը։ Սկսեցի հորինել ու Բաթուբայում մեր համբույրից հետո գիշերը, բացատրեց Կայոն նստելով դաշնամուրի մոտ։ Դա բացահայտումների մասին է։ Առաջին անգամ խոցելի լինելու թույլտվության մասին։ Երբ նրա մատները սահում էին ստեղներով, Կլարան զգաց, որ յուրաքանչյուր նոտա արձագանքում է իր ներսում։ Մեղեդին պատմում էր նրանց պատմությունը, վարանող սկիզբը, աստիճանական բացահայտումը, լարվածության պահերը, վերջապես ներդաշնակությունը, որը գտնվեց երկու թվացյալ անհամատեղելի հոգիների միջ։ Երբ վերջին նոտան մարեց, նրանց միջ այլս պատնեշներ չկային։ Նրանք այլս գործադիր տնօրենը երիտասարդ աշխատողը չէին, հարուստը աղքատը, փորձառուն անմեղը։ Նրանք պարզապես Կայոն Կլարան էին, երկու մարդ, ովքեր միմյանց մեջ գտել էին մի բան, որը ոչ մի պայմանագիր չէր կարող կանխատեսել։ Ուզում եմ պատռել այն, հանկարծ հայտարարեց Կայոն։ Ինչը։ Մեր պայմանագիրը։ Նա ոտքի կանգնեց, վճռականորեն։ Չեմ ուզում, որ որևէ փաստաթուղթ թելադրի, թե ինչ ենք մենք միմյանց համար։ Նա գնաց գրադարան, որտեղ պատի մեջ ներկառուցված պահարանում պահվում էին ամենակարևոր փաստաթղթերը։ Այնտեղից նա հանեց թղթապանակը այն պայմանագրով, որը նրանք ստորագրել էին գրեթե 1 տարի առաջ։ Համոզված եք, հարցրեց Կլարան, դիտելով, թե ինչպես է նա պահում այն էջերը, որոնք մինչ այդ սահմանել էին իրենց հարաբերությունները։ Երբեք իմ կյանքում այդքան վստահ չեմ եղել որևէ բանում, պատասխանեց Կայոն, պայմանագիրը պատռելով կտոր-կտոր։ Ուզում եմ նոր սկիզբ։ Առանց պայմանների, առանց դրույթների, առանց ժամկետների։ Կլարան զգաց, որ հույզը խեղդում է կոկորդը։ Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե ստացվի, նա հակադարձեց, մոտենալով նրա դեմքը ձեռքերի մեջ պահելու համար։ Կլարա Սուարեսյան, դուք փոխել եք իմ կյանքը։ Ինձ ցույց տվեցիք, որ անկեղծ ժեստի մեջ ավելի շատ արժեք կա, քան բոլոր միաձուլումներում, ձեռքբերումներում, որոնք երբե արել եմ։ Ինձ սովորեցրիք, որ խոցելիությունը թուլություն չէ, այլ քաջության ամենամաքուր ձ։ Նա ծնկի իջավ նրա առաջ, ոչ թե որպես հզոր գործարար, ով սովոր էր հրամայել, այլ որպես խոնարհ մարդ, սիրո առաջ, որը փոխել էր նրան։ Ես այստեղ մատանիներ չունեմ, ոչ էլ մանրամասն ելույթ եմ պատրաստել։ Բայց խնդրում եմ, եղեք իմ կինը, ոչ թե պայմանագրով, ոչ թե տեսքի համար, այլ սիրո համար։ Թող մենք միասին ընդունենք իրական բան կառուցելու ռիսկը, բոլոր վախերով, անորոշություններով, որոնք դա բերում է։ Կլարան զգաց, որ արցունքները ազատորեն հոսում են։ 1 տարի առաջ նա հուսահատ փող էր փնտրում, մորը փրկելու համար, պատրաստ լինելով իրեն վաճառել կեղծ ամուսնության մեջ։ Հիմա նա կանգնած է շատ ավելի խորը ընտրության առջ, հանձնել ոչ միայն իր անունը, այլ իր սիրտը, իր վստահությունը, իր կյանքը։ Այո, նա պարզապես պատասխանեց, որովհետև երբեմն ամենամեծ որոշումները տեղավորվում են ամենափոքր բառերի մեջ։ Երբ նրանց շուրթերը հանդիպեցին, դա ու Բաթուբայի այդ գիշերվա նման չէր, վարանող վախեցած։ Դա վստահության, խոստման համբույր էր, առաջինը մի ամբողջ կյանքից, որը բացվում էր նրանց առջ։ 3 ամիս անց, Սուրբ Սարգիս եկեղեցու մատուռում կայացած մտերիմ արարողության ժամանակ, Կայոն Կլարան նորոգեցին իրենց ուխտերը։ Այս անգամ չկար մամուլ, ոչ էլ ազդեցիկ հյուրեր, տպավորելու համար, պարզապես իրենց կյանքի համար իսկապես կարևոր մարդիկ, տիկին Իրասեմա Սուարեսյանը, ակնհայտորեն ապաքինված, Հելենան, տնային տնտեսուհին, ով դարձել էր ընկերուհի, Մաթեոսը, ով ականատես էր եղել ողջ ճանապարհին, նույնիսկ Վիգենը, ում հարգանքը Կայոյի նկատմամբ էքսպոնենցիալորեն աճել էր։ Կլարան կրում էր պարզ ժանյակավոր զգեստ, ձեռքին առանձնատան այգուց հավաքված հասմիկների փունջ։ Կայոն սպասում էր նրան զոհասեղանի մոտ, այլս ոչ թե նախկինի անթերի ղեկավարը, այլ սիրով փոխակերպված մարդ, մազերը մի փոքր ավելի երկար, ժպիտն ավելի հաճախակի, աչքերն ավելի կենդանի։
Ավանդական մատանիների փոխարեն նրանք փոխանակեցին ձեռագիր նոտաներ, Կայոյի առաջին անգամ վերնագրով, Կլարայի մի բանաստեղծություն, որը նա վերջապես նորից սկսել էր գրել, Սրտի պայմանագիրը անունով։ Արարողությունից հետո, երբ մի քանի հյուրեր զուսպ կերպով տոնում էին, Կայոն Կլարային տարավ առանձնատան այգի, նույն ծառի տակ, որտեղ նա նրան իսկապես առաջին անգամ էր տեսել։ «Երկու անակնկալ ունեմ», նա հայտարարեց, նրան փակ ծրար տալով։ Ներսում Կլարան գտավ նոր հիմնադրամի պաշտոնական փաստաթղթեր, Կլարա Սուարեսյան հիմնադրամը, որը նվիրված էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին անվճար բժշկական բուժում առաջարկելուն, որոնց հարազատները տառապում էին հազվագյուտ դեգեներատիվ հիվանդություններով։ Դուք նա չկարողացավ ավարտել, չափազանց հուզված։ Ձեր զոհողությունը ձեր մոր համար չպետք է բացառություն լինի, բացատրեց Կայոն։ Ոչ ոք չպետք է ստիպված լինի ընտրել արժանապատվության բժշկական խնամքի միջ։ Հրաշալի է, շնջաց Կլարան, ուժեղ գրկելով նրան։ Ո՞րն է երկրորդ անակնկալը։ Կայոն խորհրդավոր ժպտաց, նրան տանելով առանձնատան ավտոտնակը, որտեղ մեքենա էր սպասում նրանց։ Նրանք գրեթե 1 ժամ ճանապարհորդեցին, մինչ հասան Երանի արմտյան հատվածի հանգիստ բնակելի թաղամաս։ Այնտեղ, երկհարկանի տան առաջ, ծաղկած այգիով, Կայոն կանգնեցրեց մեքենան։ Ինչ վայր է սա, շփոթված հարցրեց Կլարան։ Մեր նոր տունը, նա պատասխանեց, դիտելով նրա արձագանքը։ Եթե դուք ուզում եք։ Բայց Վահագնի թաղամասի առանձնատունը։ Դա շռայլ է, անձնական լի մեր հարաբերությունների արհեստական սկզբի հիշողություններով, Կայոն ավարտեց։ Կարծեցի, որ կարող ենք իսկապես զրոյից սկսել։ Մի վայրում, որը միայն մերն է, որը կարող ենք միասին կառուցել։ Տունը ընդարձակ էր, առանց չափազանց լինելու, էլեգանտ, առանց շքեղ լինելու։ Վերին հարկում մի սենյակ հարմարեցվել էր տիկին Իրասեմա Սուարեսյանին ամբողջ հարմարավետությամբ ընդունելու համար։ Առաջին հարկում ընդարձակ հյուրասենյակում տեղակայված էր ռոյալ գրքերի դարակներ, երկուսի գրքերի կատարյալ համադրություն։ Կատարյալ է, հայտարարեց Կլարան, հուզված նրա ցուցաբերած հոգատարությունից։ Բայց Ռեզենդյանի կայսրությունը։ Պետք չէ։ Ավելի մոտ լինել ընկերությանը։ Կայոն նրան գրկեց հետից, երկուսն էլ դիտելով իրենց նոր տունը։ Ես ավելի շատ պարտականություններ եմ պատվիրակում։ Ես գործադիր տնօրեն եմ վարձել առօրյա կառավարելու համար։ Ես ուզում եմ ժամանակ վերագտնելու իմ երաժշտությունը։ Ապրելու մեր պատմությունը։ Դուք հրաժարվում եք բիզնեսից, զարմացած հարցրեց նա։ Ես վերաառաջնահերթացնում եմ, նա շտկեց։ Կայսրությունը միշտ կլինի։ Բայց ես հայտնաբերեցի, որ կան ավելի արժեքավոր բաներ, որոնք չեն կարող սպասել, ինչպես սիրել իսկապես սիրված լինել։ Այդ գիշեր, իրենց նոր տանը, Կլարան վերջապես ամբողջությամբ հանձնվեց Կայոյին։ Ոչ թե պայմանագրով, ոչ թե պարտականությունից դրդված, այլ ընտրություն, որը հիմնված էր վստահության, հարգանքի սիրո վրա, որը դանդաղորեն աճել էր, ընդդեմ բոլոր հավանականությունների։ Նրանց մարմինները հանդիպեցին առաջին բացահայտումների բնական վարանումով, բայց նա ամիսների համատեղ կյանքի ընթացքում կառուցված էմոցիոնալ մտերմությամբ։ Կլարան, ով երբեք չէր ճանաչել ֆիզիկական սերը, Կայոյի նուրբ ձեռքերում հայտնաբերեց, որ մարմնի հանձնումը կարող է նույնքան նշանակալի լինել, որքան հոգու հանձնումը, երբ երկուսն էլ տեղի են ունենում ճիշտ մարդու հետ։ Կայոյի համար, ով սովոր էր անցողիկ հարաբերությունների, հիմնված միայն ֆիզիկական գրավչության վրա, Կլարայի հետ սեր անելու փորձը, իսկապես սեր անելը, ոչ միայն սեքսը, հայտնություն էր։ Վստահությունը, որը նա դրսևորում էր իր նկատմամբ, ընտրելով նրան իր առաջին անգամի համար, ավելի խորապես հուզեց նրան, քան ցանկացած ֆիզիկական գործողություն կարող էր։ Երբ նրանք վերջապես մեկ դարձան, ոչ միայն նրանց մարմիններն էին միավորվում, այլ նրանց պատմությունները, նրանց երազանքները, նրանց ապագաները։ Այն, ինչ սկսվել էր որպես սառը արտրային համաձայնություն, վերածվել էր սիրո ամենաանհավանական իսկական պատմություններից մեկի։ Ամիսներ անց, երբ Կլարան իր առաջին վեպն էր գրում նոր տան արոտ պատշգամբում, նա լսեց ծանոթ մեղեդին, որը գալիս էր երաժշտական սենյակից։ Առաջին անգամը դարձել էր նրանց պատմության ոչ պաշտոնական թեման, երաժշտությունը, որը Կայոն նվագում էր, երբ ուզում էր արտահայտել այն, ինչ բառերը չէին կարողանում արտահայտել։ Նա դադարեցրեց իր գրելը, փակելով աչքերը երաժշտությունը վայելելու համար։ Նրա կյանքը փոխվել էր այնպիսի ձևով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Այն երիտասարդ կինը, ով ամեն ինչ զոհաբերել էր մոր համար, այժմ ղեկավարում էր հիմնադրամ, որն օգնում էր հարյուրավոր ընտանիքների նույն իրավիճակում։
Այն ուսանողուհին, ով թողել էր գրականության երազանքը, այժմ գրում էր իր առաջին գիրքը, ամուսնու մշտական խրախուսանքով։ Եվ Կայոն այն մարդը, ով հավատում էր, որ զգացմունքները խոչընդոտներ են, դարձել էր հարգված կոմպոզիտոր, իր ժամանակը բաժանելով ռեզենդյան խումբ իր ռազմավարական կառավարման այն երաժշտության միջ, որը նա միշտ սիրել էր։ Նրա առաջին դաշնամուրային ալբոմը, «Անկանխատեսելի պայմանագրեր», արդեն ճանաչում էր ձեռք բերում ժամանակակից դասական երաժշտության շրջանակներում։ Երբ մեղեդին դադարեց, Կլարան ոտքի կանգնեց, քայլեց դեպի երաժշտական սենյակ։ Նա գտավ Կայոյին նստած դաշնամուրի մոտ, դիտելով իր արջի նոտաները։ Տարբեր է, նա մեկնաբանեց, նստելով նրա կողքին նստարանին։ Նոր բաժին եմ ավելացրել, բացատրեց Կայոն, մի քանի նոտա նվագելով։ Մեր պատմության զարգացումն արտացոլելու համար։ Ինչպես է կոչվում հիմա։ Նա ժպտաց, այդ ժպիտը, որը դեռ ստիպում էր նրա սիրտը թրջել։ Դեռ առաջին անգամ է։ Որովհետև ձեզ հետ յուրաքանչյուր օր ինձ ստիպում է նոր բան բացահայտել, ինչ-որ բան զգալ առաջին անգամ։ Կլարան գլուխը հենեց նրա ուսին, իրեն լիարժեք զգալով այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել հնարավոր։ Ով կմտածեր, որ ամուսնական պայմանագիրը մեզ այստեղ կբերեր։ Դա պայմանագիրը չէր, Կայոն մեղմորեն շտկեց, համբուրելով նրա ճակատը։ Դա այն էր, ինչ մենք գտանք, երբ նայեցինք դրանից այն կողմ։ Երբ համարձակվեցինք խոցելի լինել։ Երբ ընդունեցինք իսկապես սիրելու ռիսկը։ Երբ նա նորից սկսեց նվագել, Կլարան մտածեց այն տարօրինակ հրաշալի ճանապարհի մասին, որը երբեմն անցնում է կյանքը։ Ինչպես այն, ինչը կարծես պարզապես բիզնես է, կարող է վերածվել ինքնաբացահայտման ճանապարհորդության։ Ինչպես երկու մարդ, այդքան տարբեր աշխարհներից, կարող են միմյանց մեջ գտնել ճիշտ այն, ինչ երբեք չգիտեին, որ իրենց պետք է։ Եվ ինչպես երբեմն կյանքի ամենակարևոր համաձայնությունները դրանք են, որոնք գրված են ոչ թե թղթի վրա, այլ սրտում։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կայոյի Կլարայի պատմությունը հուզել է ձեր սրտերը։ Այս հուզիչ ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան գրավիչ պատմություններով սերերի մասին, որոնք հաղթահարում են բոլոր խոչընդոտները։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձախ կողմում։ Եթե հավանել եք այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային զգացմունքների բարդությունը։ Իսկ դուք երբ ապրել եք սեր, որը սկսվել է անսպասելիորեն։ Կիսվեք ձեր փորձառություններով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր պատմություններին։